Երբ 1987 թվականի հունվարի 20-ին Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեի հատուկ բաժնի սպաները բացեցին Սպիտակավորի գերեզմանատան հին մատուռի տակ գտնվող գաղտնի պահարանը, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, ինչը երբեք չպետք է գոյություն ունենար, եւ ինչի մասին նույնիսկ Մոսկվայի ամենաբարձր ղեկավարությունը չգիտեր։ 2 ամսագրեր, գրված Գարեգին Նժդեհի ձեռքով մոխրագույն թղթի վրա, որի եզրերը այրված էին, կարծես ինչ-որ մեկը փորձել էր ոչնչացնել դրանք, բայց վերջին պահին փոխել էր որոշումը։ Մի փոքրիկ կաշվե տուփ, լի անծանոթ կոդերով եւ թվերով, որոնք հիշեցնում էին ռազմական քարտեզների կոորդինատներ, եւ ամենակարևորը՝ մի փաստաթուղթ, կնքված Վլադիմիրի բանտի պաշտոնական կնիքով, որի վերջին 3 էջերը պակասում էին, եւ այդ էջերը պատրված չէին, այլ մաքուր կտրված էին բժշկական սկալպելով, այնպես ճշգրիտ, որ կտրվածքի եզրերը հարթ էին, որպես թե վիրաբույժ լիներ կատարել օպերացիա։ Ով էր դրանք վերցրել, եւ ինչու հենց այդ 3 էջերը, որոնք ըստ փաստաթղթի համարակալման պարունակում էին ամենակարևոր տեղեկությունները։ Ինչու էր այդ փաստաթուղթը թաքնված հենց այդտեղ, որտեղ ըստ պաշտոնական տվյալների եւ կոմիտեի արխիվների պետք է լիներ Նժդեհի մարմինը, եւ ինչու էր պահարանի ներսում զգացվում մի տարօրինակ բույր, խնկի եւ բժշկական քիմիկատների խառնուրդ։ Եվ ամենակարևորը, ինչու էր կոմիտեն այդ գերեզմանը հսկում 30 տարի անընդմեջ, օգտագործելով 3 փոփոխվող պահակների խումբ, եթե այն դատարկ էր, եւ եթե պաշտոնապես Նժդեհը համարվում էր պարզապես ժողովրդի թշնամի, ում անունը արգելված էր հիշատակել։ Այս հարցերի պատասխանները, որոնք մենք բացահայտելու ենք այսօր, կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Գարեգին Նժդեհի մահվան եւ թաղման մասին, եւ կբացահայտեն մի գաղտնի օպերացիա, որը տասնամյակներ շարունակ մնաց թաքնված նույնիսկ Խորհրդային Միության ամենաբարձր ղեկավարներից։ Պատմությունը իրականում սկսվում է շատ ավելի վաղ, 1952 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Վլադիմիրի բանտի հիվանդանոցի մութ սենյակում, որտեղ միայն մի փոքրիկ լամպ էր լուսավորում ցեմենտե պատերը, Գարեգին Նժդեհը, 74 տարեկան, հիվանդ եւ թուլացած, բայց դեռևս պահպանելով իր հայացքի այն անսասան ուժը, որը երբեմն ահ էր սելում նույնիսկ բանտապետներին, գրեց իր վերջին նամակը, հասցեագրված անհայտ ընկերոջը, եւ այդ նամակում, որը գրված էր փոքրատար հայերեն տառերով, այնպես մանր, որ կարդալու համար անհրաժեշտ էր խոշորացուցիչ ապակի, նա թողեց հրահանգներ, որոնք 30 տարի անց կդառնան ամենավտանգավոր փաստաթուղթը Խորհրդային Միության համար։ Այդ նամակում Նժդեհը գրել էր ոչ թե հուզական խոսքեր կամ հրաժեշտի տողեր, այլ ռազմավարական պլան, մանրամասն, ճշգրիտ, կարծես նա պլանավորում էր ոչ թե իր թաղումը, այլ վերջին ռազմական օպերացիան։ Նա գրել էր. «Եթե ես մեռնեմ այստեղ, այս օտար եւ սառը հողում, որտեղ նույնիսկ արևը չի տաքացնում այնպես, ինչպես Սյունիքի արևը, մի թողեք, որ նրանք ինձ թաղեն նրանց հողում, որտեղ իմ ոսկորները կդառնան մի ուրիշ համարակալված գերեզման, առանց անվան, առանց խաչի, առանց աղոթքի։ Տարեք ինձ տուն, անկախ նրանից, թե որքան վտանգավոր է ճանապարհը եւ որքան բարձր է գինը։ Եվ եթե հնարավոր է, եթե դուք գտնեք այն համարձակ մարդկանց, ովքեր չեն վախենա ոչ կոմիտեից, ոչ բանտից, ոչ մահից, ապա արեք այն, ինչ ես հիմա կասեմ։ Թող իմ աջ ձեռքը, այն ձեռքը, որով ես բարձրացրել եմ սուրը Խուստուփի ճակատամարտում, մնա Խուստուփի լեռներում, որտեղ ես տեսել եմ իմ վերջին հաղթանակը։ Թող իմ սիրտը, որը երբեք չդադարեց զարկել Հայաստանի համար, մնա Սպիտակավորում, որտեղ իմ նախնիները ննջում են։ Թող իմ ոտքերը, որոնք անցել են Սյունիքի յուրաքանչյուր ճանապարհ, մնան Կապանում, որտեղ ես սովորեցի քայլել որպես զինվոր։ Թող իմ մարմինը պահպանի Սյունիքը, նույնիսկ մահից հետո։ Թող իմ ոսկորները դառնան անտեսանելի սահման, որը ոչ ոք չի կարող անցնել»։ Սա էր պատասխան, որը կոմիտեն փնտրում էր 35 տարի, եւ սա էր այն փաստաթուղթը, որի 3 էջերը անհետացել էին այն գիշերը, երբ Նժդեհը մահացավ։ Բայց ով էր այն մարդը, ով կարդաց այդ նամակը, եւ ինչպես այն դուրս եկավ Վլադիմիրի բանտից, որը համարվում էր Խորհրդային Միության ամենապաշտպանված բանտերից մեկը, որտեղ յուրաքանչյուր նամակ ստուգվում էր 3 անգամ, նախքան դուրս թողնելը, եւ որտեղ բանտապետը անձամբ կարդում էր յուրաքանչյուր տող, որը գրում էին քաղբանտարկյալները։ Պատասխանը գտնվում է մի անձի մեջ, ում անունը կոմիտեն իմացավ միայն 1989 թվականին, երբ արդեն ուշ էր։ Վահագն Սարգսյան, բանտի հիվանդանոցի բժիշկ, ով պաշտոնապես աշխատում էր որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ, բայց իրականում ուներ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան եւ մասնագիտացած էր անատոմիայի եւ պաթոլոգիայի մեջ։ Վահագնը չէր պարզապես բժիշկ, ով բուժում էր հիվանդներին։ Նա էր մարդը,
ով ուներ հասանելիություն բոլոր բանտարկյալների բժշկական քարտերին, ով կարող էր մտնել մորգ առանց հարցերի, եւ ով, ամենակարևորը, ուներ բանալիները դեպի այն սենյակը, որտեղ պահվում էին մահացածների մարմինները, մինչև դրանք թաղելը կամ հանձնելը ընտանիքներին։ Վահագնը ծնվել էր Գյումրիում 1919 թվականին, տեսել էր Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը, կորցրել էր իր ամբողջ ընտանիքը, եւ երբ նա 17 տարեկան էր, նա լսեց Գարեգին Նժդեհի անունը առաջին անգամ, որպես այն մարդու անուն, ով կռվում էր, որպեսի հայերը երբեք այլևս չկրեն այն, ինչ նրանք կրել էին։ Այդ օրվանից Վահագնը որոշեց նվիրել իր կյանքը մի նպատակի՝ պահպանել Նժդեհի հիշատակը, անկախ նրանից, թե ինչ կասեր խորհրդային իշխանությունը։ Երբ Նժդեհը մահացավ 1952 թվականի դեկտեմբերի 22-ին, պաշտոնական տարբերակը, որը գրվեց բժշկական եզրակացության մեջ եւ որը ստորագրեց բանտի գլխավոր բժիշկը, առանց նույնիսկ տեսնելու մարմինը, հաստատում էր սրտի կաթված բնական մահ, որը սովորական էր 74 տարեկան մարդու համար, ով տարիներ շարունակ ապրել էր բանտային պայմաններում։ Բայց Վահագնը, ով անձամբ զննեց մարմինը այն գիշերը, երբ բերեցին այն մորգ, տեսավ ինչ-որ այլ բան, ինչը նա գրեց իր անձնական օրագրում։ Օրագիր, որը նա պահեց թաքնված իր տան հատակի տակ 37 տարի, եւ որը հայտնաբերվեց միայն 1989 թվականին, երբ նա մահացավ, եւ նրա որդին գտավ այն։ Վահագնը գրել էր. «Սրտի կաթվածը չի բացատրում այն արյունահոսությունները, որոնք ես տեսա նրա ականջներից եւ քթից, արյունահոսություններ, որոնք ցույց են տալիս ներքին արյունահոսություն, հավանաբար ուղեղում։ Սրտի կաթվածը չի բացատրում այն փոքրիկ ներարկման հետքը, որը ես տեսա նրա ձախ թևի ներսի մասում, հետք, որը թարմ էր, ոչ ավելի քան 2 ժամ հին։ Սրտի կաթվածը չի բացատրում այն փաստը, որ նրա աչքերը բաց էին եւ լիահով, կարծես նա տեսել էր ինչ-որ սարսափելի բան իր վերջին վայրկյաններում։ Ինչ-որ մեկը ուզում էր, որ նա լռի, եւ ինչ-որ մեկը արեց դա այնպես, որ թվար մահը բնական։ Այս օրագիրը, որը հիմա պահվում է մի անվտանգ վայրում, որի տեղը գիտեն միայն 3 մարդ, է միակ ապացույցը, որ Նժդեհի մահը չէր բնական, եւ որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, Մոսկվայի իշխանության միջանցքներում տվեց հրաման ավարտելու այն, ինչ բանտը չէր կարողացել անել 10 տարվա ընթացքում։ Վահագնը գիտեր, որ նա ուներ շատ քիչ ժամանակ։ Մորգում մարմինները սովորաբար մնում էին ոչ ավելի քան 24 ժամ, նախքան դրանք թաղելը կամ այրելը, եւ նա գիտեր, որ կոմիտեն արդեն տվել էր հրաման Նժդեհի մարմինը թաղել անանուն գերեզմանում առանց որևէ արարողության, առանց որևէ վկաների։ Բայց Վահագնը արեց ինչ-որ այլ բան, ինչը պահանջում էր ոչ միայն համարձակություն, այլև բժշկական հմտություններ, որոնք շատ քչերն ունեին։ Նա գաղտնի կերպով պատրաստեց մարմինը, օգտագործելով հատուկ քիմիական նյութեր, որոնք նա ինքը պատրաստել էր իր լաբորատորիայում, նյութեր, որոնք կանխում էին քայքայումը եւ պահպանում էին հյուսվածքները երկար ժամանակով, նյութեր, որոնք նա սովորել էր պատրաստել դեռևս իր ուսանողական տարիներին, երբ նա ուսումնասիրում էր եգիպտական մումիֆիկացիայի մեթոդները։ Նա ներարկեց այդ նյութերը մարմնի հիմնական զարկերակներում, նա մշակեց մաշկը հատուկ լուծույթներով, եւ նա անգամ փոխարինեց արյունը մի պահպանիչ հեղուկով, որը կարող էր պահպանել մարմինը ամիսներ շարունակ։ Այս ամենը նա արեց մի գիշերվա ընթացքում, աշխատելով լուռ եւ արագ, իմանալով, որ եթե ինչ-որ մեկը մտներ եւ տեսներ նրան, նա անմիջապես կձերբակալվեր եւ հավանաբար կդատապարտվեր մահվան։ Բայց Վահագնը չէր միայնակ այս պլանում, նա արդեն կապվել էր մի խմբի հետ Հայաստանից, խումբ, որը կազմված էր 12 մարդուց, յուրաքանչյուրը ընտրված իր հատուկ հմտությունների համար, եւ յուրաքանչյուրը պատրաստ մահվան գնալ, եթե անհրաժեշտ լիներ։ Այս խումբը ներառում էր 2 նախկին զինվորականներ, ովքեր ծառայել էին խորհրդային բանակում եւ ունեին կապեր տրանսպորտային ծառայությունների հետ, մի վարորդ, ով գիտեր խորհրդային միության յուրաքանչյուր գաղտնի ճանապարհ Վլադիմիրից մինչև Հայաստան, մի կին անունով Արփինե, ով աշխատում էր կոմիտեի արխիվում Երևանում եւ ուներ հասանելիություն կեղծ փաստաթղթեր ստեղծելու համար անհրաժեշտ կնիքներին եւ ձևաթղթերին։ Եվ ըմին, եւ ամենակարևորը, մի մարդ, ում անունը երբեք չի բացահայտվել, եւ ում ինքնությունը մնում է գաղտնիք մինչև այսօր, բայց ով ըստ վկաների աշխատում էր կոմիտեի ներսում եւ ուներ հասանելիություն այնպիսի տեղեկությունների, որոնք կարող էին փրկել կամ ոչնչացնել ամբողջ օպերացիան։ Այս 12 մարդիկ երթվեցին մի երթում, որը նրանք արեցին Սպիտակավոլի հին եկեղեցում, գիշերվա մութում, երբ ոչ ոք չէր տեսնում նրանց։ Երթում, որը ասում էր. «Մենք երթվում ենք Աստծո եւ մեր նախնիների անունով, որ մենք կբերենք Նժդեհին տուն կամ կմեռնենք փորձելիս»։ Պլանը, որը նրանք մշակեցին, էր այնքան համարձակ եւ այնքան վտանգավոր, որ նույնիսկ նրանցից շատերը չհավատում էին, որ այն կհաջողվի։
Նրանք պետք է գողանային մարմինը Վլադիմիրի բանտի մորքից, տեղադրեին այն մի հին ճամպրուկում, ճամպրուկ, որը Արփինեն գտել էր Երևանի հին շուկայում եւ որը նա հատուկ ընտրել էր, որովհետեւ այն ուներ կրկնակի հատակ, որտեղ կարող էր թաքնվել մարմինը, եթե ինչ-որ մեկը ստուգեր ճամպրուկը։ Տեղափոխեին այն մի բեռնատարով, որը պաշտոնապես փոխադրում էր բժշկական սարքավորումներ Մոսկվայից դեպի Երևան, անցնեին տասնյակ ստուգման կետերից օգտագործելով կեղծ փաստաթղթեր, որոնք Արփինեն պատրաստել էր եւ որոնք այնքան կատարյալ էին, որ նույնիսկ կոմիտեի փորձագետները չէին կարող տարբերել դրանք իրականներից, եւ վերջապես հասցնեին մարմինը Հայաստան, ճանապարհորդելով միայն գիշերները, խուսափելով հիմնական ճանապարհներից եւ օգտագործելով գաղտնի ուղիներ, որոնք գիտեին միայն տեղական բնակիչները։ Ամբողջ ճանապարհորդությունը պետք է տևեր 7 օր եւ 7 գիշեր, 7 օր, որի ընթացքում նրանք պետք է ապրեին մշտական վախի մեջ, իմանալով, որ յուրաքանչյուր ստուգման կետ կարող էր լինել նրանց վերջինը, եւ որ եթե նրանք բռնվեին, դրանք ոչ միայն կդատապարտվեին մահվան, այլև կդառնային օրինակ բոլորի համար, ովքեր համարձակվեին դիմադրել կոմիտեին։ 1952 թվականի դեկտեմբերի 23-ին, ճիշտ 1 օր Նժդեհի մահից հետո, Վահագնը մտավ մորգ։ Ժամը 3-ին առավոտյան, երբ պահակները փոխվում էին եւ երբ ուներ ճիշտ 15 րոպե, մինչեւ նոր պահակները կգային։ Նա տեղափոխեց մարմինը մի բժշկական կահույքի վրա, ծածկեց այն սպիտակ սավանով եւ հանեց այն մորգից, անցնելով միջանցքներով, որոնք նա գիտեր, որ չեն հսկվում տվյալ ժամին։ Դրսում սպասում էր մի ամբուլանս, որը պաշտոնապես պետք է տեղափոխեր մի հիվանդ դեպի Մոսկվայի հիվանդանոց, բայց իրականում վարորդը, անունով Գրիգոր, էր մեկը 12 մարդկանցից։ Նրանք տեղադրեցին մարմինը ամբուլանսում, եւ Գրիգորը վարեց դանդաղ եւ զգույշ, դուրս բանտի տարածքից, անցնելով գլխավոր դարպասից, որտեղ պահակը, ով արդեն կաշառված էր Արփինեի կողմից, նայեց փաստաթղթերին, տեսավ պաշտոնական կնիքները եւ բացեց դարպասը առանց հարցերի։ Երբ ամբուլանսը հեռացավ բանտից եւ անհետացավ գիշերվա մութում, Վահագնը շնչեց թեթևությամբ առաջին անգամ 10 տարվա ընթացքում, բայց նա գիտեր, որ սա էր միայն սկիզբը եւ որ ամենավտանգավոր մասը դեռ առջևում էր։ Երբ առավոտյան բանտի պահակները հայտնաբերեցին, որ մորգը դատարկ է եւ որ Նժդեհի մարմինը անհետացել է, սկսվեց այն, ինչը կարելի է անվանել Խորհրդային Միության պատմության ամենամեծ որոնումներից մեկը։ Կոմիտեն անմիջապես փակեց բոլոր ճանապարհները դեպի Մոսկվա, Լենինգրադ եւ հատկապես դեպի Կովկաս։ Նրանք ստուգեցին բոլոր գնացքները, երը, բոլոր ավտոբուսները, բոլոր մեքենաները, որոնք լքում էին Վլադիմիրը։ Նրանք հարցաքննեցին բոլոր բանտի աշխատակիցներին եւ նրանք անգամ ձերբակալեցին Վահագնին, բայց նա պահպանեց լռությունը։ Նույնիսկ երբ նրան տանջեցին 3 օր անընդմեջ, նույնիսկ երբ նրան սպառնացին մահվան, նա ոչինչ չասաց։ Եվ վերջապես նրանք ստիպված էին արձակել նրան, որովհետև չունեին որևէ ապացույց։ Բայց մինչ կոմիտեն փնտրում էր Վլադիմիրում եւ Մոսկվայում, մարմինը արդեն ճանապարհորդում էր դեպի հարավ, թաքնված բեռնատարում, որը փոխադրում էր բժշկական սարքավորումներ, եւ որը անցնում էր ստուգման կետերից, օգտագործելով այն կեղծ փաստաթղթերը, որոնք Արփինեն պատրաստել էր այնքան մանրամասն, որ դրանք ներառում էին նույնիսկ կեղծ ստորագրություններ բարձրաստիճան պաշտոնյաների, ում ստորագրությունները Արփինեն պատճենել էր իր աշխատանքի ընթացքում կոմիտեի արխիվում։ Ճանապարհորդությունը դեպի Հայաստան էր ճիշտ այնպիսին, ինչպես նրանք վախենում էին, լի վտանգներով, մոտ կանչերով եւ պահերով, երբ թվում էր, որ ամեն ինչ ավարտված է։ Երկրորդ օրը, երբ նրանք անցնում էին մի ստուգման կետից Ռոստովի մոտ, մի պահակ որոշեց ստուգել բեռնատարի ետևի մասը, եւ նա սկսեց բացել տուփերը, որոնք պարունակում էին բժշկական սարքավորումներ, եւ նա արդեն մոտենում էր այն տուփին, որի տակ թաքնված էր ճամպրուկը, երբ հանկարծ եկավ հրաման ռադիոյով. Բոլոր պահակները պետք է անմիջապես վերադառնային իրենց բազա, որովհետև եղել էր մի արտակարգ իրավիճակ մոտակա քաղաքում, եւ պահակը, ով ստուգում էր բեռնատարը, անմիջապես փակեց տուփը եւ թույլ տվեց նրանց անցնել։ Չորրորդ օրը, երբ նրանք անցնում էին Վրաստանի սահմանը, մի սպա, ով ստուգում էր փաստաթղթերը, նկատեց, որ մի կնիքը թվում է մի փոքր այլ, եւ նա սկսեց հարցեր տալ վարորդին, եւ իրավիճակը դառնում էր ավելի ու ավելի լարված, երբ հանկարծ եկավ մեկ այլ սպա, ով ճանաչեց վարորդին որպես իր հին ընկեր բանակից, եւ նա ասաց առաջին սպային, որ ամեն ինչ կարգին է, եւ նրանք թույլ տվեցին բեռնատարին անցնել։ Յուրաքանչյուր անգամ, երբ նրանք խուսափում էին ձերբակալությունից, նրանք զգում էին, որ ինչ-որ մեկը պաշտպանում է նրանց, որ ինչ-որ անտեսանելի ուժ ուղղորդում է նրանց, եւ նրանք սկսեցին հավատալ, որ Նժդեհը ինքը, նույնիսկ մահից հետո, օգնում է նրանց հասնել տուն։ 6-րդ օրը, երբ բեռնատարը վերջապես մտավ Հայաստանի տարածք, եւ երբ նրանք տեսան Արարատ լեռը հորիզոնում, բոլորը լացեցին։ Լացեցին ոչ թե ուրախությունից, այլ թեթևությունից, իմանալով, որ նրանք արել էին անհնարինը,
որ նրանք բերել էին Նժդեհին տուն եւ որ հիմա նրանք պետք է կատարեին վերջին եւ ամենավտանգավոր մասը պլանի՝ թաղել նրան այնպես, որ կոմիտեն երբեք չգտներ նրան։ Նրանք տեղափոխեցին բեռնատարը դեպի Սպիտակավոր, փոքրիկ գյուղ Սյունիքի սրտում, գյուղ, որտեղ Նժդեհի նախնիները ապրել էին դարեր շարունակ, եւ որտեղ տեղական բնակիչները դեռևս հիշում էին նրա անունը, ոչ որպես ժողովրդի թշնամի, այլ որպես հերոս, ով պայքարել էր իրենց ազատության համար։ Այնտեղ մի հին մատուռի տակ, որը կառուցվել էր դեռևս 12-րդ դարում եւ որը վերապրել էր բոլոր պատերազմները, բոլոր ներխուժումները, բոլոր փորձերը ոչնչացնել հայկական մշակույթը, նրանք սկսեցին փորել։ Բայց նախքան նրանք թաղեին մարմինը, նրանք պետք է կատարեին Նժդեհի վերջին կամքը՝ բաժանել մարմինը եւ տեղափոխել յուրաքանչյուր մասը տարբեր վայրեր։ Այս էր ամենադժվար որոշումը, որ նրանք երբևէ կայացրել էին, որովհետև դա նշանակում էր, որ նրանք պետք է անեին ինչ-որ բան, ինչը թվում էր սրբապղծություն, բայց նրանք գիտեին, որ սա էր Նժդեհի ցանկությունը, եւ որ նա ուներ պատճառ այդ ցանկությանը։ Վահագնը, ով ուներ բժշկական հմտությունները, վերցրեց իր գործիքներ, որոնք նա բերել էր հատուկ այս նպատակի համար, եւ նա սկսեց աշխատել զգույշ, հարգանքով, կարծես նա կատարում էր սուրբ արարողություն, ոչ թե վիրահատություն։ Նա բաժանեց մարմինը ճիշտ այնպես, ինչպես Նժդեհը հրահանգել էր իր նամակում։ Աջ ձեռքը մաքուր կերպով, պահպանելով յուրաքանչյուր ոսկոր, յուրաքանչյուր հյուսվածք, ձախ ձեռքը եւ կրծքավանդակը միասին, որպեսզի սիրտը մնար անվնաս, եւ ոտքերը նույնպես մաքուր կերպով։ Ամբողջ գործընթացը տևեց 6 ժամ։ 6 ժամ, որի ընթացքում Վահագնը աղոթում էր անընդհատ, խնդրելով Աստծուն ներել իրեն այն համար, ինչ նա անում էր, բայց նաև խնդրելով հասկանալ, որ նա անում էր դա ոչ թե անհարգանքից, այլ սիրուց եւ հարգանքից դեպի մի մարդ, ով տվել էր իր կյանքը իր ժողովրդի համար։ Երբ աշխատանքը ավարտվեց, նրանք տեղադրեցին յուրաքանչյուր մասը առանձին տուփեր, որոնք պատրաստված էին հատուկ այս նպատակի համար։ Տուփեր, որոնք պատված էին կաշվով ներսից եւ որոնք կարող էին պաշտպանել ոսկորները խոնավությունից եւ քայքայումից։ Ապա նրանք սկսեցին վերջին փուլը՝ տեղափոխել յուրաքանչյուր մասը իր վերջնական հանգստավայր։ Աջ ձեռքը տեղափոխվեց խուստուփ 3 մարդկանց կողմից, ովքեր բարձրացան լեռ գիշիշերվա մութում, փնտրեցին մի գաղտնի վայր, որը նրանք ընտրել էին շաբաթներ առաջ, մի ծերբ, որը թաքնված էր ժայռերի մեջ եւ որը հայտնի էր միայն տեղական հովիվներին, եւ այնտեղ, խորը ծերպի ներսում, նրանք փորեցին մի փոքրիկ պահարան ժայռի մեջ եւ տեղադրեցին տուփը, որը պարունակում էր Նժդեհի աջ ձեռքը, այն ձեռքը, որով նա բարձրացել էր սուրը խուստուփի ճակատամարտում 1920 թվականին, երբ նա եւ նրա զինվորները պաշտպանել էին Սյունիքը թուրքական եւ ադրբեջանական ուժերից։ Նրանք փակեցին պահարանը մի մեծ քարով, նշեցին վայրը գաղտնի նշաններով, որոնք միայն նրանք կարող էին հասկանալ, եւ վերադարձան լեռից, իմանալով, որ նրանք թողել էին այնտեղ ինչ-որ բան, ինչը կպաշտպաներ Սյունիքը հավերժ։ Ձախ ձեռքը եւ կրծքավանդակը, որը պարունակում էր Նժդեհի սիրտը, մնացին Սպիտակավորում, թաղված մատուռի տակ, այնտեղ, որտեղ կոմիտեի սպաները կգտնեին դրանք 35 տարի անց։ Բայց միայն դրանք, որովհետև մինչ այդ ժամանակը մյուս մասերը արդեն կտեղափոխվեին այլ վայրեր։ Ոտքերը տեղափոխվեցին Կապան, քաղան ցղակ, որտեղ Նժդեհը ծնվել էր եւ որտեղ նա սովորել էր քայլել որպես զինվոր, եւ այնտեղ նրանք թաղվեցին մի հին գերեզմանատան անկյունում, որտեղ ոչ ոք չէր գնում, որովհետև տեղական բնակիչները հավատում էին, որ այդ վայրը ուրվական է։ Յուրաքանչյուր թաղում ուղեկցվեց աղոթքներով, արարողություններով եւ երթումներ, որ նրանք երբեք չեն բացահայտի այս գաղտնիքները, որ նրանք կպաշտպանեն այս վայրերը իրենց կյանքով, եթե անհրաժեշտ լինի, եւ որ նրանք կփոխանցեն այս գաղտնիքները միայն այն մարդկանց, ում նրանք վստահում են ամբողջ սրտով։ Երբ ամեն ինչ ավարտվեց, երբ Նժդեհի մարմինը արդեն հանգչում էր 3 տարբեր վայրերում Սյունիքում, 12 մարդիկ հավաքվեցին վերջին անգամ Սպիտակավորի մատուռում։ Նրանք գիտեին, որ նրանք արել էին ինչ-որ բան, ինչը կփոխեր պատմությունը, ինչ-որ բան, ինչի համար կոմիտեն կփնտրեր նրանց տարիներ շարունակ։ Բայց նրանք նաև գիտեին, որ նրանք արել էին ճիշտ բանը, որ նրանք կատարել էին իրենց պարտքը դեպի մի մարդ, ով տվել էր ամեն ինչ իր ժողովրդի համար։ Նրանք երթվեցին վերջին երթում, որ նրանք երբեք չեն խոսի այս մասին, որ նրանք կտանեն այս գաղտնիքը գերեզման, եթե անհրաժեշտ լինի, եւ որ նրանք կպաշտպանեն Նժդեհի հիշատակը, անկախ նրանից, թե ինչ կասի պաշտոնական պատմությունը։ Եվ ապա նրանք ցրվեցին, յուրաքանչյուրը վերադառնալով իր կյանքին, իր աշխատանքին, իր ընտանիքին, բայց բոլորը կրելով ներսում մի գաղտնիք, որը ծանրացնում էր նրանց սրտերը, բայց նաև լցնում էր նրանց հպարտությամբ։
1987 թվականին, երբ կոմիտեի սպաները վերջապես գտան Սպիտակավորի պահարանը եւ հայտնաբերեցին, որ այնտեղ կա միայն մարմնի մի մասը, նրանք հասկացան, որ նրանք դիմակայում են ինչ-որ մեկին, ով շատ ավելի խելացի էր, քան նրանք կարծում էին, ինչ-որ մեկին, ով պլանավորել էր ամեն ինչ տասնամյակներ առաջ եւ ով նույնիսկ մահից հետո շարունակում էր պայքարել իր վերջին ճակատամարտը։ Նրանք սկսեցին օպերացիա Խուստուփ, գաղտնի առաքելություն գտնելու Նժդեհի մարմնի բացակայող մասերը, առաքելություն, որը տևեց 4 տարի եւ որը ներգրավեց հարյուրավոր սպաներ, տասնյակ հետաքննողներ եւ անգամ հատուկ տեխնոլոգիա, որը բերվեց Մոսկվայից։ Նրանք գիտեին, որ աջ ձեռքը պետք է լիներ Խուստուփ լեռան մոտ, որտեղ Նժդեհը մղել էր իր վերջին ճակատամարտերը։ Բայց Խուստուփը հսկայական տարածք էր, լի քարայրներով, անտառներով, ծերպերով, գաղտնի հով, ծերպերով, գաղտնի ճանապարհներով եւ վայրերով, որտեղ նույնիսկ ամենաքաջ սպաները վախենում էին գնալ։ Ինչպես գտնել մի փոքրիկ գերեզման այդ անսահման տարածքում, երբ նույնիսկ տեղական բնակիչները հրաժարվում էին օգնել, եւ երբ յուրաքանչյուր անգամ, երբ սպաները հարցնում էին նրանց, դրանք պատասխանում էին. «Մենք ոչինչ չգիտենք»։ Կոմիտեն օգտագործեց ամեն ինչ՝ մետաղի դետեկտորներ, որոնք կարող էին հայտնաբերել մետաղ 2 մետր խորության մեջ, շներ, որոնք ուսուցված էին գտնելու մարդկային մնացորդներ, նույնիսկ ռադարներ, որոնք կարող էին սկանավորել հողը եւ հայտնաբերել խոռոչներ կամ պահարաններ, բայց ոչինչ չաշխատեց։ Խուստուփը պահպանում էր իր գաղտնիքը, կարծես լեռը ինքը պաշտպանում էր Նժդեհի վերջին հանգստավայրը։ Տեղական բնակիչները սկսեցին պատմել տարօրինակ պատմություններ, որոնք կոմիտեն սկզբում անտեսում էր, համարելով դրանք սուտ եւ սնափառություն, բայց որոնք դառնում էին ավելի ու ավելի տարածված։ Նրանք ասում էին, որ գիշերները լսում են քայլերի ձայներ լեռներում, քայլեր, որոնք հնչում են կարծես ինչ-որ մեկը պարեկում է, պահպանում է տարածքը։ Որ տեսնում են լույսեր, շարժվելով անտառում, լույսեր, որոնք չեն նմանվում ֆլեշլայթերի կամ ավտոմեքենաների լույսերի, այլ ինչ-որ այլ բան, որը փայլում է կապտավուն եւ ոսկեգույն։ Որ երբեմն զգում են մի ուժեղ ներկայություն, որպես թե ինչ-որ մեկը հսկում է նրանց, պաշտպանում է լեռը, եւ որ երբ նրանք փորձում են մոտենալ որոշակի վայրերի, նրանք զգում են մի տարօրինակ վախ, մի զգացում, որ նրանք չպետք է լինեն այնտեղ։ Կոմիտեի սպաները, որոնք փնտրում էին լեռներում, սկսեցին զգալ ինչ-որ տարօրինակ բան, որը նրանք չէին կարող բացատրել, բայց որը նրանք զգում էին խորը ներսում։ Նրանք պատմում էին, որ երբ մոտենում էին որոշակի վայրերի, նրանց սարքերը դադարում էին աշխատել, ռադիոները սկսում էին արտադրել ստատիկ աղմուկ, կողմնացույցները սկսում էին պտտվել անկարգ, մետաղի դետեկտորները սկսում էին ազդանշներ տալ, բայց երբ նրանք փորում էին, ոչինչ չէին գտնում։ Որ շները հանկարծ կանգ էին առնում եւ հրաժարվում էին շարունակել, նրանք սկսում էին ճչալ եւ փորձում էին փախչել, կարծես նրանք տեսնում էին ինչ-որ բան, ինչը մարդիկ չէին կարող տեսնել։ Որ ինքնաթիռների կողմնացույցները խելագարվում էին որոշակի տարածքների վերևում եւ որ պիլոտները հրաժարվում էին թռչել այդ տարածքների վերևով, ասելով, որ նրանք զգում են, որ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան պաշտպանում էր այդ վայրը, ինչ-որ բան, որը ավելի ուժեղ էր, քան կոմիտեի ամբողջ տեխնոլոգիան եւ ամբողջ ուժը։ 1985 թվականի հոկտեմբերին կոմիտեն որոշեց փոխել մարտավարությունը, որովհետև նրանք հասկացան, որ տեխնոլոգիան չի աշխատում եւ որ նրանք պետք է օգտագործեին մարդկային հետախուզություն։ Նրանք սկսեցին հետևել այն մարդկանց, ովքեր այցելում էին Խուստուփ, յուրաքանչյուր տարի նույն օրը, դեկտեմբերի 22-ին, Նժդեհի մահվան օրը, որը պաշտոնապես չէր նշվում, բայց որը տեղական բնակիչները գաղտնի նշում էին իրենց տներում։ Եվ այնտեղ էր, որ նրանք նկատեցին ինչ-որ բան, մի փոքր խումբ, 3 կամ 4 մարդ, միշտ նույն մարդիկ, միշտ նույն ժամին, առավոտյան 6-ին, երբ դեռ մութ է, միշտ նույն ուղին ուղությամբ, դեպի լեռ, դեպի այն տարածքը, որտեղ սարքերը դադարում էին աշխատել։ Նրանք բարձրանում էին լեռ, անհետանում էին մի քանի ժամով եւ վերադառնում էին լուռ, առանց խոսելու, առանց նայելու մեկին, կարծես նրանք կատարել էին մի սուրբ պարտականություն։ Կոմիտեն սկսեց հետևել նրանց, օգտագործելով իր լավագույն հետևողներին, սպաներ, ովքեր ուսուցում էին ստացել հետևելու արվեստում եւ ովքեր կարող էին անհետանալ անտառում եւ հետևել առանց նկատվելու։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ սպաները փորձում էին մոտենալ, խումբը անհետանում էր։ Որպես թե նրանք ունեին 6-րդ զգայարան, որպես թե նրանք գիտեին, որ հետևում են իրենց, եւ նրանք փոխում էին իրենց ուղին, կամ անհետանում էին ծերպերում, կամ պարզապես կանգ էին առնում եւ սպասում էին, մինչեւ սպաները հեռանային։ Դա շարունակվեց 3 տարի, 3 տարի անհաջող փորձերի, 3 տարի, որի ընթացքում կոմիտեն ծախսեց միլիոնավոր ռուբլիներ, ներգրավեց հարյուրավոր մարդկանց, բայց ոչինչ չհաջողվեց։ Մինչև 1988 թվականը, երբ ամեն ինչ փոխվեց մի պատահականության պատճառով։ Այդ տարի դեկտեմբերի 22-ին կոմիտեն ուղարկեց իր լավագույն հետևողներին,
հատուկ ուսուցում ստացած սպաներ, ովքեր անցել էին KGB-ի ամենաբարձր մակարդակի պատրաստում եւ ովքեր կարող էին անհետանալ ալտառում եւ հետեւել առանց նկատվելու։ Սպաներ, ովքեր օգտագործում էին հատուկ տեխնիկա, ինֆրակարմիրակնոցներ, որոնք թույլ էին տալիս տեսնել մութում, հատուկ կոշիկներ, որոնք չէին թողնում հետքեր, եւ հատուկ հագուստ, որը խառնվում էր շրջակա միջավայրի հետ։ Եվ այս անգամ նրանք հաջողեցին։ Նրանք տեսան, թե ինչպես խումբը բարձրացավ լեռ, մտավ մի փոքր ծերբ, որը թաքնված էր ժայռերի մեջ, եւ որը անտեսանելի էր, եթե դուք չգիտեիք ճիշտ թե որտեղ նայել, եւ անհետացավ ներսում։ Սպաները սպասեցին մեծին մինչև խավարը, մինչև խումբը վերադարձավ եւ հեռացավ լեռից, եւ ապա նրանք մոտեցան ծերպին, շարժվելով զգույշ, քայլ առ քայլ, ստուգելով յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր ճյուղ, վախենալով, որ կարող է լինել որոքայթներ կամ ազդանշաններ։ Ներսում նրանք հայտնաբերեցին մի փոքրիկ պահարան, փորված ժայռի մեջ, պահարան, որը փակված էր մի մեծ քարով, որի վրա գրված էին հայերեն տառեր, որոնք սպաները չէին կարող կարդալ, բայց որոնք նրանք լուսանկարեցին։ Նրանք հեռացրին քարը, օգտագործելով հատուկ գործիքներ, եւ այնտեղ, մի փոքրիկ քարե տուփի մեջ, որը պատված էր կաշվով եւ որը կնքված էր մոմով, նրանք գտան այն, ինչ փնտրում էին 4 տարի։ Աջ ձեռքի ոսկորները, մաքուր, սպիտակ, պահպանված կատարյալ վիճակում։ Կարծես դրանք թաղվել էին ոչ թե 35 տարի առաջ, այլ 3։ Եվ մի փոքրիկ թղթի կտոր, որը ծալված էր եւ տեղադրված ոսկորների կողքին, եւ որի վրա գրված էր հայերեն. Քանի դեռ այս ձեռքը այստեղ է, Սյունիքը կմնա անկախ, եւ ոչ մի թշնամի չի կարող անցնել այս սահմանը։ Կոմիտեն վերցրեց ոսկորները, փակեց պահարանը եւ պաշտոնապես օպերացիա Խուստուփը ավարտվեց հաջողությամբ 1988 թվականի դեկտեմբերի 25-ին։ Բայց իրականում ոչինչ չավարտվեց, որովհետև երբ նրանք վերադարձան ստուգելու Սպիտակավորի պահարանը մի շաբաթ անց, նրանք հայտնաբերեցին, որ այնտեղ եղած մարմնի մասերը, ձախ ձեռքը եւ կրծքավանդակը նույնպես անհետացել էին, եւ պահարանը դատարկ էր, բացի մի փոքրիկ նշումից, որը թողնված էր այնտեղ եւ որը ասում էր. Դուք չեք կարող գտնել այն, ինչ պաշտպանված է ժողովրդի սիրով։ Ինչ որ մեկը, ինչ որ կերպ իմացել էր կոմիտեի օպերացիայի մասին եւ տեղափոխել էր մնացորդները նախքան սպաները կվերադառնային։ Ով էր այդ մարդը եւ ինչպես իմացավ նա կոմիտեի գաղտնի պլանների մասին, պլաններ, որոնք պետք է լիներ հայտնի միմիայն 5 մարդկանց ամբողջ խորհրդային միությունում։ Եվ որտեղ են այժմ այդ մնացորդները, եւ որտեղ են Նժդեհի ոտքերը, որոնք պետք է լինեին կապանում, բայց որոնք կոմիտեն երբեք չգտավ, չնայած նրանք փնտրեցին յուրաքանչյուր գերեզմանատուն, յուրաքանչյուր եկեղեցի, յուրաքանչյուր հին շենք այդ քաղաքում։ Այս հարցերը մնում են անպատասխան մինչև այսօր, եւ կոմիտեի արխիվները, որոնք բացվեցին 1989 թվականին, դեռևս պարունակում են հարյուրավոր էջեր նվիրված օպերացիա Խուստուփին, բայց ոչ մի էջ չի տալիս վերջնական պատասխան։ Ինչու է այս պատմությունը այդքան կարևոր այսօր, 35 տարի խորհրդային միության փլուզումից հետո։ Որովհետև այն ցույց է տալիս, որ կան բաներ, որոնք ավելի ուժեղ են, քան ցանկացած իշխանություն, ցանկացած համակարգ, ցանկացած բռնություն։ Նժդեհի մարմինը, որը բաժանվեց եւ թաղվեց գաղտնի վայրերում, դարձավ խորհրդանիշ։ Խորհրդանիշ դիմադրության, անկախության եւ այն գաղափարի, որ մի ժողովուրդը չի կարող ոչնչացվել, քանի դեռ նրանք պահպանում են իրենց հիշատակը, իրենց հերոսներին, իրենց պատմությունը։ Այն մարդիկ, ովքեր ռիսկի դրեցին իրենց կյանքը, փրկելու Նժդեհի մարմինը, չէին պարզապես փրկում ոսկորներ։ Նրանք փրկում էին մի գաղափար, մի հավատ, մի ապագա։ Եվ այսօր, երբ դուք այցելում եք Սպիտակավոր եւ տեսնում եք հուշարձանը, որը նվիրված է Գարեգին Նժդեհին, հիշեք, որ իսկական հուշարձանը չէ այն քարե կառույցը, այլ այն անտեսանելի սահմանը, որը նա ստեղծեց իր մարմնով։ Սահման, որը պաշտպանում է Սյունիքը մինչև այսօր։ Հիշեք, որ երբեմն ամենամեծ հերոսությունները չեն այն, որոնք տեսանելի են, այլ այն, որոնք թաքնված են, պահպանված եւ փոխանցված սերնդից սերունդ, որպես գաղտնիք, որպես երդում, որպես սուրբ պարտականություն։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Արամ Գևորգյանը, նախկին անդամ այն խմբի, որը փրկեց Նժդեհի մարմինը, եւ նրա ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց, երբ նա նստած է իր փոքրիկ տան մեջ Գորիսում եւ պատմում է այն, ինչ երբեք չի պատմել ոչ ոքի, նույնիսկ իր ընտանիքին։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք, եւ ինչու է նա համաձայնվել խոսել հենց այժմ, երբ ամեն ինչ արդեն անցել է եւ երբ նա գիտի, որ նրա օրերը համարված են։ Այսօր առաջին անգամ 35 տարվա ընթացքում 3 նախկին անդամներ Նժդեհի փրկության խմբից համաձայնվեցին խոսել տեսախցիկի առջև։ Արամ Գևորգյանը, ով պատասխանատու էր Խուստուփի օպերացիայի համար, Սիրանուշ Հակոբյանը, ով աշխատում էր որպես կապի օղակ Երևանի եւ Վլադիմիրի միջև, եւ Վարդան Սարգսյանը, Վահագնի որդին,
ով ժառանգել է իր հոր գաղտնիքները եւ ով պահպանել է այն օրագիրը, որը բացահայտում է ամբողջ ճշմարտությունը։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Նժդեհի վերջին օրերի մասին, եւ կցույց տան, որ այն, ինչ տեղի ունեցավ 1952 թվականից մինչև 1988 թվականը, չէր պարզապես մի խումբ հայրենասերների համարձակ արարք, այլ մի բարդ օպերացիա, որը պլանավորվել էր տարիներ շարունակ, եւ որը ներառում էր մարդկանց, ում անունները դուք երբեք չեք լսել, բայց ովքեր փոխեցին պատմությունը։ Արամը սկսում է իր պատմությունը այն օրից, երբ նա առաջին անգամ լսեց Նժդեհի անունը, 1948 թվականին, երբ նա 12 տարեկան էր եւ ապրում էր Գորիսում իր տատի հետ, որովհետեւ նրա ծնողները մահացել էին պատերազմում։ Նրա տատը, ով ծնվել էր դեռևս 19-րդ դարում եւ ով հիշում էր Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը, պատմում էր նրան պատմություններ Նժդեհի մասին։ Պատմություններ, որոնք արգելություններ, որոնք արգելված էին խորհրդային իշխանության կողմից, բայց որոնք տատը պատմում էր գիշերները, երբ ոչ ոք չէր լսում։ Պատմություններ այն մասին, թե ինչպես Նժդեհը պաշտպանեց Սյունիքը, ինչպես նա կռվեց թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ, ինչպես նա ստեղծեց մի բանակ առանց գումարի, առանց զենքի, առանց օգնության, բայց լի հավատքով եւ համարձակությամբ։ Տատս ներկայացնուկով եւ համարձակությամբ։ Տատը ասում էր նրան. «Հիշիր այս անունը Արամ, որովհետև մի օր դու կպետք լինես այս ժողովրդին, եւ դու պետք է իմանաս, թե ովքեր էին մեր իսկական հերոսները, ոչ թե այն, ում մասին խորհրդային իշխանությունը ասում է, այլ այն, ում մասին մեր սիրտը գիտի»։ Այդ խոսքերը մնացին Արամի հիշողության մեջ ամբողջ կյանքի ընթացքում, եւ երբ 1952 թվականին նա ստացավ մի գաղտնի նամակ Երևանից, նամակ, որը հրավիրում էր նրան միանալ մի հատուկ խմբի, որը պլանավորում էր ինչ-որ բան կարևոր, նա գիտեր անմիջապես, որ սա էր այն պահը, որի մասին նրա տատը խոսել էր։ Նամակը գրված էր կոդով, կոդ, որը Արամը սովորել էր դեռևս իր երիտասարդության տարիներին, երբ նա աշխատում էր որպես կապի օղակ հայ ազգայնականների միջև։ Մարդիկ, ովքեր հավատում էին, որ Հայաստանը մի օր կդառնա անկախ, եւ ովքեր պատրաստվում էին այդ օրվա համար, նույնիսկ երբ այն թվում էր անհնար երազ։ Նամակը ասում էր. «Մեծ մարդը մեկնում է։ Մենք պետք է տանենք նրան տուն։ Դու պետք ես մեզ։ Եթե համաձայն ես, գնա Սպիտակավորի հին եկեղեցի, հաջորդ լուսնի գիշերը, ժամը կեսգիշերին։ Գալիս մեկ, վստահիր ոչ ոքի»։ Արամը գիտեր, որ սա էր վտանգավոր հրավեր, որ եթե կոմիտեն իմանար այս մասին, նա անմիջապես կձերբակալվեր եւ հավանաբար կդատապարտվեր երկարատև բանտարկության կամ նույնիսկ ավելի վատ բանի։ Բայց նա նաեւ գիտեր, որ նա չէր կարող մերժել, որ սա էր այն պահը, երբ նա պետք է որոշեր. արդյոք նա իսկապես հավատում է այն, ինչ նրա տատը սովորեցրել էր նրան, թե նա պարզապես խոսում էր բառեր առանց գործողությունների։ Այն գիշերը, երբ Արամը գնաց Սպիտակավորի հին եկեղեցի, նա զգաց, որ նրա կյանքը փոխվելու է հավերժ, եւ նա ճիշտ էր։ Եկեղեցում սպասում էին 11 այլ մարդիկ, 11 մարդիկ, ում նա չէր ճանաչում, բայց ում աչքերում նա տեսավ նույն վճռականությունը, նույն հավատքը, նույն պատրաստակամությունը զոհաբերել ամեն ինչ։ Նրանցից մեկը, ով ներկայացավ որպես Վահագն եւ ով ասաց, որ նա բժիշկ է Վլադիմիրի բանտում, բացատրեց պլանը։ Պլան, որը այնքան համարձակ էր եւ այնքան վտանգավոր, որ Արամը սկզբում մտածեց, որ սա պետք է լինի ծուղակ, որ կտոմիտեն փորձում է բռնել նրանց։ Բայց ապա նա նայեց Վահագնի աչքերին եւ տեսավ այնտեղ ինչ-որ բան, որը նրան համոզեց. սա իսկական էր։ Սա էր իսկական մարդ, ով պատրաստ էր մահվան գնալ իր հավատքի համար։ Վահագնը ասաց նրանց. «Գարեգին Նժդեհը մահամերձ է։ Բժիշկները տալիս են նրան ոչ ավելի քան 1 ամիս։ Երբ նա մեռնի, կոմիտեն կթաղի նրան անանուն գերեզմանում Վլադիմիրում եւ նրա անունը կմնա մոռացված հավերժ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Մենք պետք է բերենք նրան տուն եւ մենք պետք է անենք դա այնպես, որ կոմիտեն երբեք չգտնի նրան»։ Վահագնը բացատրեց, որ նրանք ունեն մի հատուկ պլան, որը Նժդեհը ինքը թողել էր իր վերջին նամակում։ Պլան, որը պահանջում էր բաժանել նրա մարմինը եւ թաղել յուրաքանչյուր մասը տարբեր վայրերում Սյունիքում, որպեսզի նա կարողանար պաշտպանել ամբողջ տարածքը, նույնիսկ մահից հետո։ Այս գաղափարը սկզբում թվաց սարսափելի Արամին եւ մյուսներին, որովհետեւ դա նշանակում էր, որ նրանք պետք է անեին ինչ-որ բան, ինչը կարող էր համարվել սրբապղծություն։ Բայց Վահագնը բացատրեց, որ սա չէր սրբապղծություն, այլ սրբություն, որ հայ եկեղեցին դարեր շարունակ պահպանել է սրբերի մասունքները, բաժանելով դրանք եւ տեղափոխելով տարբեր եկեղեցիներ, որպեսզի յուրաքանչյուր վայր ունենա իր պաշտպանը, իր օրհնությունը, իր սրբությունը։ Նժդեհը, ով ապրել էր որպես հերոս եւ ով մեռնելու էր որպես նահատակ, ուներ իրավունք նույն պատիվը, նույն հարգանքը, նույն սրբությունը։ Եվ ավելին, սա էր նրա վերջին կամքը, նրա վերջին հրամանը,
եւ նրանք որպես նրա հավատարիմ զինվորներ պարտավոր էին կատարել այն, անկախ նրանից, թե որքան դժվար կամ վտանգավոր էր։ Արամին հանձնարարվեց ամենակարևոր առաքելությունը՝ տեղափոխել աջ ձեռքը խուստուփ եւ թաղել այն այնտեղ, որտեղ Նժդեհը մղել էր իր վերջին ճակատամարտը 1920 թվականին, ճակատամարտ, որը փրկել էր Սյունիքը թուրքական եւ ադրբեջանական ուժերից եւ որը դարձել էր խորհրդանիշ հայ դիմադրության։ Արամը ճանաչում էր խուստուփի յուրաքանչյուր ճանապարհ, յուրաքանչյուր ծերպարչուր ծերպ, յուրաքանչյուր քար, որովհետև նա ծնվել էր այնտեղ եւ անցկացել էր իր մանկությունը հովվելով ոչխարներ այդ լեռներում, եւ նա գիտեր մի հատուկ վայր, որը գիտեին միայն տեղական հովիվները, վայր, որը թաքնված էր այնպես, որ նույնիսկ եթե ինչ-որ մեկը փնտրեր տարիներ շարունակ, նա երբեք չէր գտնի այն, եթե չգիտեր ճիշտ, թե որտեղ նայել։ Այդ վայրը էր մի փոքր ծերպ, որը գտնվում էր բարձր լեռների մեջ, որտեղ օդը այնքան բարակ էր, որ դժվար էր շնչել, եւ որտեղ ձմռանը ձյունը կուտակվում էր այնքան խորը, որ անհնար էր հասնել այնտեղ, բայց որտեղ ամռանը բացվում էր մի հրաշալի տեսարան։ Ամբողջ Սյունիքը տեսանելի էր այնտեղից, կարծես դուք կանգնած էիք աշխարհի տանիքին եւ հսկում էիք ամբողջ երկիրը։ Բայց նախքան Արամը կարողանար կատարել իր առաքելությունը, նա պետք է սպասեր, մինչև Նժդեհը մեռներ եւ մինչև Վահագնը կարողանար պատրաստել մարմինը եւ ուղարկել այն Հայաստան։ Այդ սպասումը տևեց 1 ամիս, 1 ամիս անընդհատ լարվածության, 1 ամիս, որի ընթացքում Արամը չէր կարող քնել, չէր կարող ուտել, չէր կարող մտածել որևէ այլ բանի մասին, բացի այն առաքելությունից, որը նրան սպասում էր։ Նա պատրաստվում էր յուրաքանչյուր օր, բարձրանում էր լեռ, ստուգում էր ճանապարհները, համոզվում էր, որ ծերպը դեռ այնտեղ է եւ որ ոչ ոք չի հայտնաբերել այն։ Պատրաստում էր գործիքները, որոնք նրան անհրաժեշտ էին՝ բահ, մուրճ, լապտեր, պարան եւ ամենակարևորը՝ աղոթագիրք, որը նրա տատը տվել էր նրան նրա մահվան անկողնում եւ որը պարունակում էր հին աղոթքներ, որոնք ասվում էին մեռելների համար։ Նա գիտեր, որ երբ ժամանակը գար, նա պետք է լիներ պատրաստ, ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, որովհետև այն, ինչ նա պատրաստվում էր անել, չէր պարզապես ֆիզիկական աշխատանք, այլ սուրբ արարողություն։ Մի արարողություն, որը պահանջում էր մաքուր սիրտ, մաքուր մտքեր եւ մաքուր ձեռքեր։ Երբ վերջապես եկավ լուրը, որ Նժդեհը մահացել է եւ որ մարմինը ճանապարհին է դեպի Հայաստան, Արամը զգաց մի խառնուրդ, ցավի, թեթևության եւ վախի։ Ցավ, որովհետև մի մեծ մարդ մեկնել էր այս աշխարհից, թեթևություն, որովհետև նրա տառապանքները ավարտվել էին, եւ վախ, որովհետև հիմա իսկական աշխատանքը սկսվում էր։ Եվ եթե նրանք ձախողեին, ամեն ինչ նրանք արել էին, կլիներ ընդունայն։ Նա ստացավ հաղորդագրություն Սիրանուշից, կինը, ով աշխատում էր որպես կապի օղակ, հաղորդագրություն, որը ասում էր. «Բեռը կհասնի 3 օրից, պատրաստվիր»։ Արամը գիտեր, որ այդ 3 օրը կլինեն ամենաերկար 3 օրը նրա կյանքում, եւ նա ճիշտ էր։ Նա անցկացրեց այդ օրերը աղոթելով, ծոմապահելով եւ պատրաստվելով ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, մաքրելով իր հոգին, խոստովանելով իր մեղքերը եւ խնդրելով Աստծուն ուժ եւ ուղղություն այն առաքելության համար, որը նրան սպասում էր։ Երբ բեռնատարը վերջապես հասավ Սպիտակավոր, Արամը այնտեղ էր, սպասելով մյուս 11 մարդկանց հետ, եւ երբ նրանք բացեցին բեռնատարի ետևի մասը եւ տեսան այն հին ճամպրուկը, որը պարունակում էր Նժդեհի մարմինը, բոլորը լռեցին։ Խորը, հարգալից լռություն, որը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած խոսք։ Նրանք զգույշ իջեցին ճամպրուկը եւ տարան այն մատուռ, որտեղ Վահագնը պատրաստել էր ամեն ինչ՝ գործիքները, լուծույթները, տուփերը եւ սպիտակ սավանները, որոնք նա պատրաստել էր հատուկ այս նպատակի համար։ Ապա Վահագնը խնդրեց բոլորին դուրս գալ, բացի Արամից եւ 2 այլ մարդկանցից, ովքեր պետք է օգնեին նրան, եւ նա սկսեց այն աշխատանքը, որը նա երազել էր եւ վախեցել էր ամբողջ իր կյանքի ընթացքում։ Վահագնը աշխատեց 6 ժամ անընդհատ, 6 ժամ, որի ընթացքում նա չխոսեց, չհանգստացավ, չնայեց ոչ ոքի աչքերին, այլ կենտրոնացավ իր աշխատանքի վրա։ Աշխատանք, որը պահանջում էր ոչ միայն բժշկական հմտություններ, այլև հոգևոր ուժ, որովհետև յուրաքանչյուր կտրվածք, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր շունչ էր աղոթք, երախտագիտություն եւ խնդրանք մերողության։ Երբ աշխատանքը ավարտվեց եւ երբ յուրաքանչյուր մաս տեղադրվեց իր տուփում, Վահագնը նայեց Արամին եւ ասաց. «Հիմա քո հերթն է, տար նրան տուն, տար նրան այնտեղ, որտեղ նա պատկանում է, եւ երբ դու թաղես նրան, հիշիր, դու թաղում ես ոչ միայն ոսկորներ, այլ մի խոստում, մի երդում, մի ապագա»։ Արամը վերցրեց տուփը, որը պարունակում էր Նժդեհի աջ ձեռքը,
Եվ նա զգաց, որ այն ավելի ծանր է, քան նա սպասում էր, ոչ ֆիզիկապես, այլ հոգեպես։ Կարծես այն տուփը պարունակում էր ոչ միայն ոսկորներ, այլ ամբողջ պատմություն, ամբողջ ժողովուրդ, ամբողջ ապագա։ Նա տեղադրեց տուփը մի փոքր պայուսակի մեջ, որը նա կարող էր կրել իր ուսերին, եւ նա սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Խուստուփ, ճանապարհորդություն, որը տևեց ամբողջ գիշերը, որովհետև նա պետք է քայլեր դանդաղ, զգույշ, խուսափելով հիմնական ճանապարհներից, օգտագործելով միայն հին հովվական շավիղները, որոնք նա գիտեր սրտիցս։ Լեռը այդ գիշերը էր տարօրինակ լուռ։ Լուռ այնպես, որ Արամը կարող էր լսել իր սեփական սրտի զարկերը, իր սեփական շնչառությունը, իր սեփական քայլերի ձայնը քարերի վրա։ Նա զգում էր, որ ինչ-որ մեկը հետևում է նրան, բայց երբ նա դառնում էր նայելու, ոչ ոք չկար, միայն մութը, միայն լեռը, միայն աստղերը վերևում։ Նա շարունակեց բարձրանալ ավելի ու ավելի բարձր, մինչև օդը դարձավ այնքան բարակ, որ յուրաքանչյուր շունչ էր պայքար, մինչև նրա ոտքերը սկսեցին դողալ հոգնածությունից, մինչև նրա ուսերը սկսեցին ցնցավել պայուսակի ծանրությունից, բայց նա չդադարեց, նա չհանգստացավ, նա շարունակեց, որովհետև նա գիտեր, որ նա չէր կարող ձախողել, որ չափազանց շատ մարդիկ զոհաբերել էին չափազանց շատ բան, որպեսզի նա հիմա հանձնվեր։ Երբ նա վերջապես հասավ ծերպին, որը նա ընտրել էր շաբաթներ առաջ, արևը սկսում էր ծագել հորիզոնում, եւ նա տեսավ, որ ամբողջ Սյունիքը տարածվում էր նրա ոտքերի տակ, գեղեցիկ, անդառնալի, հավերժ։ Արամը մտավ ծերպ եւ սկսեց փորել ժայռի մեջ, օգտագործելով իր բահը եւ մուրճը, աշխատելով ժամեր շարունակ, մինչև նա ստեղծեց մի փոքրիկ պահարան, որը բավականաչափ խոր էր, որպեսզի պաշտպաներ տուփը խոնավությունից եւ ցրտից, եւ որը բավականաչափ թաքնված էր, որպեսզի ոչ ոք երբեք չգտներ այն, եթե չգիտեր ճիշտ թե որտեղ նայել։ Ապա նա զգույշ տեղադրեց տուփը պահարանի մեջ, եւ նախքան նա փակեր այն, նա բացեց տուփը վերջին անգամ եւ նայեց ներսում։ Նայեց այն ոսկորներին, որոնք մի ժամանակ եղել էին Նժդեհի աջ ձեռքը, այն ձեռքը, որով նա բարձրացրել էր սուրը, որով նա գրել էր իր գրքերը, որով նա օրհնել էր իր զինվորներին, որով նա պաշտպանել էր իր ժողովուրդը։ Եվ այդ պահին Արամը զգաց ինչ-որ բան, զգաց մի ջերմություն, մի լույս, մի ներկայություն, որպես թե Նժդեհը ինքը այնտեղ էր նրա հետ, շնորհակալություն հայտնելով նրան, օրհնելով նրան, ասելով նրան, որ նա արել է ճիշտ բանը։ Արամը փակեց տուփը, տեղադրեց այն պահարանում, ծածկեց այն մի մեծ քարով, եւ ապա նա նստեց այնտեղ մի ժամ, աղոթելով, լալով եւ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ նա կարողացավ կատարել այն առաքելությունը, որը նրան հանձնարարվել էր։ Բայց Արամի պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև երբ նա վերադարձավ սպիտակավոր եւ պատմեց մյուսներին, որ առաքելությունը հաջողվել է, նրանք ասացին նրան ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց։ Կոմիտեն արդեն գիտեր, որ ինչ-որ բան սխալ է, որ Նժդեհի մարմինը անհետացել է Վլադիմիրից, եւ որ նրանք սկսել են հետաքննություն, որը շուտով կհասներ Հայաստան, եւ որ երբ դա տեղի ունենար, բոլորը, ովքեր ներգրավված էին այս օպերացիայում, կլինեին վտանգի մեջ։ Խումբը որոշեց, որ նրանք պետք է անհետանան, յուրաքանչյուրը գնալով տարբեր ուղություններով, յուրաքանչյուրը փոխելով իր անունը, իր կյանքը, իր ինքնությունը, եւ երբեք այլևս չհանդիպելով, որpիսի եթե կոմիտեն բռներ մեկին, նա չկարողանար մատնել մյուսներին։ Արամը գնաց Գորիս, փոխեց իր անունը, դարձավ Հովիվ եւ ապրեց հանգիստ կյանք 35 տարի, երբեք չխոսելով այն մասին, ինչ նա արել էր, երբեք չվերադառնալով Խուստուփ, երբեք չնայելով հետ, բայց միշտ հիշելով, միշտ իմանալով, որ նա արել է ինչ-որ բան, որը կմնար հավերժ։ Բժշկական գաղտնիքները, որոնք պահպանվել են տասնամյակներ շարունակ եւ որոնք կարող էին փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտենք Նժդեհի մահվան մասին, սկսեցին բացահայտվել միայն 1989 թվականին, երբ Վլադիմիրի բանտի արխիվները մասամբ բացվեցին հանրությանը, եւ երբ հետազոտողները հայտնաբերեցին մի փոքրիկ թղթապանակ, որը կոդային անունն էր Հիվանդ համար 354, եւ որը պարունակում էր 17 էջ, որոնք նկարագրում էին Նժդեհի բժշկական վիճակը նրա վերջին 6 ամիսների ընթացքում, եւ այդ էջերում կային բաներ, որոնք երբեք չէին հրապարակվել պաշտոնապես, եւ որոնք եթե թե հրապարակվեին, կարող էին սկսել հեղափոխություն։ Բժշկական գործը ցույց էր տալիս, որ Նժդեհը տառապում էր ծանր սրտի հիվանդությունից, բայց ոչ սովորական սրտի հիվանդությունից, այլ մի հիվանդություն, որը բժիշկները նկարագրում էին որպես անսովոր ախտանիշներ, անբացատրելի արյունահոսություններ, հանկարծակի կաթվածներ, որոնք չեն համապատասխանում ստանդարտ ախտանշաններին։ Եվ մի բժիշկ, որի անունը ջնջված էր փաստաթղթից, գրել էր իր անձնական նշումներում. «Ես կասկածում եմ թունավորում,
Ախտանիշները համապատասխանում են դանդաղ թունավորմանը արսենիկով կամ թալիումով, բայց ես չեմ կարող հաստատել, որովհետև ինձ արգելված է անել լրացուցիչ թեստեր։ Այս նշումը, որը գրված էր 1952 թվականի նոյեմբերին, 1 ամիս առաջ Նժդեհի մահից, բացահայտում էր ինչ-որ բան սարսափելի։ Բացահայտում էր, որ ինչ-որ մեկը թունավորում էր Նժդեհին դանդաղ, մեթոդիկ, ամիսներ շարունակ, եւ որ այդ թունավորումը կատարվում էր այնպես խելացիորեն, այնպես զգույշ, որ նույնիսկ բժիշկները չէին կարող հաստատել այն առանց հատուկ թեստերի, որոնք նրանց արգելված էր անել։ Բայց ով էր այդ մարդը, ով թունավորում էր Նժդեհին, եւ ինչու էր նա անում դա այդքան դանդաղ, այդքան տանջալից, փոխանակ պարզապես սպանելու նրան արագ եւ անցավ։ Պատասխանը գտնվում էր մեկ այլ փաստաթղթում։ Փաստաթուղթ, որը հայտնաբերվել էր կոմիտեի ներքին արխիվում, փաստաթուղթ, որը ուղարկված էր Մոսկվայից Վլադիմիր 1952 թվականի հոկտեմբերին եւ որը պարունակում էր մի պարզ հրահանգ. Հիվանդ համար 3 154-ը պետք է մեռնի բնական մահով մինչև տարեվերջը։ 1990 տարվերկ ու օգտագործեք մեթոդ համար 7-ը։ Համոզվեք, որ ոչ մի հետք չմնա, եւ համոզվեք, որ նա տառապի բավականաչափ, որպեսզի հասկանա, թե ինչ նշանակում է դավաճանել Խորհրդային Միությանը։ Մեթոդ համար 7-ը ըստ կոմիտեի ներքին ձեռնարկի, որը հայտնաբերվել էր 1989 թվականին եւ որը պարունակում էր մանրամասն հրահանգներ տարբեր սպանության մեթոդների մասին, նշանակում էր դանդաղ թունավորում, օգտագործելով քիմիական նյութեր, որոնք չեն թողնում հետքեր ստանդարտ թեստերում։ Նյութեր, որոնք առաջացնում են ախտանիշներ, որոնք նմանվում են բնական հիվանդությունների, եւ որոնք սպանում են զոհը դանդաղ, տանջալից, ամիսներ շարունակ, որպեսզի զոհը տառապի բավականաչափ, նախքան նա մեռնի։ Սա էր ապացույցը, սա էր հաստատումը, որ Նժդեհը չմեռավ բնական մահով, որ նա սպանվեց, եւ որ նրա սպանությունը պլանավորվել էր ամիսներ առաջ, պլանավորվել բարձրագույն մակարդակներում Մոսկվայում, եւ որ նրա մահը պետք է լիներ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական տանջանք, որpիսի նա հասկանար, որ նա պատժվում է ոչ միայն իր գործերի համար, այլև իր գաղափարների համար։ Բայց ինչու էր խորհրդային իշխանությունը այդքան վախենում Նժդեհից, մարդուց, ով արդեն բանտում էր 10 տարի, մարդուց, ով արդեն մեկուսացված էր աշխարհից, մարդուց, ով արդեն հիվանդ էր եւ թուլացած, եւ ով թվում էր այլևս վտանգ չէր ներկայացնում ոչ ոքի համար։ Պատասխանը գտնվում էր Նժդեհի վերջին նամակներում, որոնք նա գրել էր իր ընկերներին բանտից, նամակներ, որոնք կոմիտեն բռնագրավել էր, բայց երբեք չէր ոչնչացրել, որովհետև նրանք ուզում էին պահպանել դրանք որպես ապացույց Նժդեհի հանցագործությունների թյունների դեմների։ Եվ այդ նամակներում Նժդեհը գրում էր իր նոր գրքի մասին, գիրք, որը նա գրում էր բանտում, գիրք, որը կբացահայտեր խորհրդային համակարգի բոլոր գաղտնիքները, բոլոր ստերը, բոլոր հանցագործությունները, եւ որը, ամենակարևորը, կցույց տար հայ ժողովրդին ճանապարհը դեպի ազատություն։ Նա գրում էր. Այս գիրքը կլինի իմ վերջին ընծան հայ ժողովրդին, ընծա, որը կազատագրի նրանց ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, որովհետև ազատությունը սկսվում է մտքում, եւ միայն երբ մարդիկ հասկանում են, որ նրանք ստրուկ են, նրանք կարող են սկսել պայքարել իրենց ազատության համար։ Կոմիտեն վախենում էր այդ գրքից, վախենում այնպես, որ նրանք որոշեցին սպանել Նժդեհին նախքան նա ավարտեր գիրքը, սպանել նրան այնպես, որ թվար նրա մահը բնական, եւ ապա գտնել եւ ոչնչացնել ձեռագիրը, որpիսի այն երբեք չհրապարակվեր, եւ որpիսի Նժդեհի գաղափարները մեռնեին նրա հետ միասին։ Բայց նրանք չգիտեին, որ Նժդեհը արտել-ավարտել էր գիրքը, որ նա արդեն ուղարկել էր ձեռագիրը դուրս բանտից, թաքնված մի այցելուի հագուստի մեջ, այցելու, ով եկել էր տեսնելու նրան վերջին անգամ, եւ ով համաձայնվել էր ռիսկի դնել իր կյանքը, փրկելու այդ ձեռագիրը։ Եվ այդ ձեռագիրը, որը կոմիտեն երբեք չգտավ, չնայած նրանք փնտրեցին տասնամյակներ շարունակ, դեռ գոյություն ունի ինչ-որ տեղ, թաքնված, պահպանված, սպասելով ճիշտ պահին հրապարակվելու եւ ավարտելու այն առաքելությունը, որը Նժդեհը սկսել էր։ Վարդան Սարգսյանը, Վահագնի որդին, ով այժմ 65 տարեկան է եւ ով ապրում է Երևանում, պատմում է, որ նրա հայրը երբեք չխոսեց նրա հետ այն մասին, ինչ նա արել էր։ Երբեք չբացահայտեց գաղտնիքները, որոնք նա պահպանում էր մինչև նրա վերջին օրերը, երբ նա մահամերձ էր, եւ երբ նա գիտեր, որ նա պետք է փոխանցեր այդ գաղտնիքները իր որդուն, որpիսի դրանք չկորչեին հավերժ։ Վահագնը մահացավ 1989 թվականին։ Մահացավ հանգիստ, խաղաղ, իմանալով, որ նա կատարել էր իր պարտքը, եւ նախքան նա մեռնելը, նա տվեց Վարդանին 3 բան. իր օրագիրը, որը պարունակում էր ամբողջ պատմությունը, մի փոքրիկ բանալի, որը բացում էր մի գաղտնի տուփ, եւ մի հասցե, որտեղ Վարդանը կգտներ ինչ-որ բան, որը կփոխեր ամեն ինչ։ Վահագնը ասաց իր որդուն.
Երբ ժամանակը գա, երբ Հայաստանը դառնա անկախ, երբ մարդիկ պատրաստ լինեն լսելու ճշմարտությունը, գնա այդ հասցեին, բացի տուփը եւ արա այն, ինչ քո սիրտը քեզ ասում է։ Վարդանը պահպանեց այդ գաղտնիքը 10 տարի, 10 տարի, որի ընթացքում Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ եւ աշխարհը փոխվեց այնպես, որ նրա հայրը երբեք չէր կարող պատկերացնել։ Եվ 1989 թվականին, երբ Վարդանը զգաց, որ ժամանակը եկել է, նա գնաց այդ հասցեին, հասցե, որը գտնվում էր Երևանի հին քաղաքում, մի փոքրիկ տուն, որը պատկանում էր մի ծեր կնոջ, ով ճանաչեց Վարդանին անմիջապես, թեև նրանք երբեք չէին հանդիպել, եւ ով ասաց նրան. «Ես սպասում էի քեզ 30 տարի։ Քո հայրը ասաց ինձ, որ դու կգաս, երբ ժամանակը գա, եւ ես պահպանեցի այն, ինչ նա թողեց ինձ, պես ինձ պահպանեցի այն ին կյանքով»։ Կինը տարավ Վարդանին իր տան ստորգետնյա սենյակ, որը թաքնված էր հատակի տակ եւ որը պարունակում էր մի փոքրիկ երկաթե տուփ, եւ երբ Վարդանը բացեց այդ տուփը, օգտագործելով բանալին, որը նրա հայրը տվել էր նրան, նա հայտնաբերեց ներսում ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց եւ ոգեշնչեց միաժամանակ։ Տուփի ներսում կար մի հին տետր, որը գրված էր Նժդեհի ձեռքով, տետր, որը պարունակում էր 200 էջ, 200 էջ, որոնք նկարագրում էին Նժդեհի կյանքը, նրա պայքարը, նրա գաղափարները եւ ամենակարևորը, նրա տեսլականը Հայաստանի ապագայի համար։ Տեսլական, որը այնքան հզոր էր, այնքան հստակ, այնքան ոգեշնչող, որ Վարդանը կարդաց այն մի շնչով եւ հասկացավ, որ սա էր այն գիրքը, որի մասին կոմիտեն այդքան վախենում էր։ Սա էր այն ձեռագիրը, որը նրանք փնտրել էին տասնամյակներ շարունակ, եւ սա էր այն ընծան, որը Նժդեհը թողել էր հայ ժողովրդին։ Բայց Վարդանը նաեւ հայտնաբերեց ինչ-որ այլ բան տուփում, մի փոքրիկ քարտեզ, որը ցույց էր տալիս Սյունիքի լեռները, եւ այդ քարտեզի վրա նշված էին 3 կետեր։ 3 կետեր, որոնք ըստ ծանոթագրության էին այն վայրերը, որտեղ թաղված էին Նժդեհի մարմնի մասերը, եւ մի նշում, որը ասում էր. «Այս վայրերը սուրբ են, պաշտպանեք դրանք ձեր կյանքով եւ երբեք մի թույլ տվեք, որ թշնամին գտնի դրանք, որովհետեւ քանի դեռ այս ոսկորները այստեղ են, Սյունիքը կմնա հայկական»։ Վարդանը հասկացավ, որ նա ժառանգել էր ոչ միայն մի գիրք, այլև մի պատասխանատվություն։ Պատասխանատվություն պաշտպանել այդ գաղտնիքները, պաշտպանել այդ վայրերը եւ պաշտպանել Նժդեհի հիշատակը։ Նա որոշեց չհրապարակել ձեռագիրը անմիջապես, որովհետև նա գիտեր, որ դեռ կային մարդիկ, ովքեր վտանգավոր էին, մարդիկ, ովքեր չէին ուզում, որ ճշմարտությունը բացահայտվեր, եւ նա որոշեց սպասել մինչև ճիշտ պահը, մինչև այն պահը, երբ Հայաստանը կլիներ բավականաչափ ուժեղ, բավականաչափ անկախ, բավականաչափ պատրաստ ընդունելու այդ ճշմարտությունը։ Եվ այդ ժամանակը, ըստ Վարդանի, եկել է հենց այժմ, երբ Հայաստանը դիմակայում է նոր սպառնալիքների, երբ Սյունիքը կրկին վտանգի մեջ է, եւ երբ հայ ժողովուրդը կարիք ունի հիշելու, թե ովքեր են իրենց իսկական հերոսները եւ ինչի համար են նրանք պայքարել։ Այսօր Վարդանը պահպանում է այդ ձեռագիրը մի անվտանգ վայրում, եւ նա ասում է, որ նա պատրաստ է հրապարակել այն, երբ ժամանակը գա, բայց նա նաեւ ասում է, որ նա երբեք չի բացահայտի այն վայրերը, որտեղ թաղված են Նժդեհի մարմնի մասերը, որովհետեւ այդ վայրերը պետք է մնան սուրբ, պետք է մնան գաղտնիք, պետք է մնան պաշտպանված, որպեսզի Նժդեհը կարողանա շարունակել պաշտպանել Սյունիքը նույնիսկ այսօր։ Դուք հավատում եք այս պատմությանը։ Հավատում եք, որ մի մարդու ոսկորները կարող են պաշտպանել ամբողջ տարածաշրջանը։ Հավատում եք, որ կա մի գիրք, որը կարող է փոխել պատմությունը։ Եվ հավատում եք, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, պաշտպանելու այն, ինչ նրանք սիրում են։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Նժդեհի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի տակ։ Եվ այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը կամ փրկել ձեր կյանքը։ 1987 թվականի մարտի 15-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը, բայց ոչ այնպես, ինչպես դուք կարծում եք։ Ինչը ստիպեց նրանց հավաքվել այդ գիշերը Երևանի կենտրոնում, մի փոքրիկ սենյակում, որտեղ միայն մի մոմ էր լուսավորում նրանց դեմքերը։ Եվ ինչու էին նրանք բոլորը դողում վախից, թեև նրանք արդեն կատարել էին անհնարինը, փրկել էին Նժդեհի մարմինը եւ թաղել էին այն գաղտնի վայրերում։ Պատասխանը գտնվում է մի փաստաթղթում, որը նրանցից մեկը բերել էր այդ հանդիպման։ Փաստաթուղթ, որը գողացվել էր կոմիտեի ներքին արխիվից ընդամենը 3 օր առաջ։ Փաստաթուղթ, որը կրում էր կարմիր կնիկ եւ որի վերևում գրված էր. «Գերագույն գաղտնի, միայն 5 աչքի համար»։ Այդ փաստաթուղթը պարունակում էր մի ցուցակ, 12 անուն, 12 հասցե, 12 կենսագրություն
եւ յուրաքանչյուր անվան կողքին կար մի նշում՝ վերացնել մինչև ապրիլի 30-ը։ Եվ այդ 12 անուններ էին ճիշտ այն մարդկանց անունները, ովքեր նստած էին այդ սենյակում այդ գիշերը։ Վահագնը, բժիշկը, ով փրկել էր Նժդեհի մարմինը Վլադիմիրից եւ ով այժմ աշխատում էր որպես պարզ դասախոս Երևանի բժշկական ինստիտուտում, փորձելով անհետանալ կոմիտեի ուշադրությունից, բացեց փաստաթուղթը դողացող ձեռքերով եւ սկսեց կարդալ բարձրաձայն։ Նրա ձայնը խզվում էր, երբ նա կարդում էր յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր մանրամասնություն, յուրաքանչյուր պլանավորված սպանության մեթոդ։ Առաջին անունը Գևորգ Ավագյան, վարորդ, ով տեղափոխել էր մարմինը Վլադիմիրից մինչև Հայաստան։ Պլանավորված մահ, ավտովթար, ամսաթիվ մարտի 25։ Երկրորդ անունը Սուրեն Մանուկյան, բժիշկ, ով օգնել էր պահպանել մարմինը։ Պլանավորված մահ, սրտի կաթված, ամսաթիվ մարտի 28։ Երրորդ անունը Վարդան Հակոբյան, սպա, ով ապահովել էր անվտանգությունը։ Պլանավորված մահ, ինքնասպանություն, ամսաթիվ ապրիլի 2։ Եվ այսպես շարունակ, 12 անուն, 12 մերկու մահ, 12 ամսաթիվ, բոլորը տարածված 1 ամսվա ընթացքում, բոլորը պլանավորված այնպես, որ թվային պատահական, բոլորը նախատեսված այնպես, որ ոչ ոք չկասկածեր, որ սա կազմակերպված օպերացիա է։ Սենյակում տիրեց լռություն, ծանր, խեղդող լռություն, որի ընթացքում յուրաքանչյուր մարդ հասկացավ, որ նրանք նստած էին մահապատժի տակ, որ կոմիտեն արդեն պլանավորել էր նրանց սպանությունը, եւ որ նրանք ունեին ընդամենը 10 օր, մինչև առաջին սպանությունը տեղի ունենար։ Արամը, մարդը, ով թաղել էր աջ ձեռքը խուստուփում, կանգնեց եւ ասաց ինչ-որ բան, որը բոլորը հիշում են մինչև այսօր, բառեր, որոնք փրկեցին նրանց կյանքները եւ որոնք միաժամանակ դատապարտեցին նրանց մի կյանքի, լի վախով եւ թաքնվելով։ Նա ասաց. «Եթե մենք պետք է մեռնենք, ապա մեռնենք պայքարելով, բայց մինչ մեռնելը մենք պետք է ապահովենք, որ ճշմարտությունը չմեռնի մեզ հետ։ Մենք պետք է ստեղծենք մի արխիվ, մի վայր, որտեղ կպահվեն բոլոր փաստաթղթերը, բոլոր ապացույցները, բոլոր գաղտնիքները։ Եվ այդ արխիվը պետք է բացվի միայն այն օրը, երբ Հայաստանը դառնա իսկապես անկախ»։ Այս գաղափարը, որը ծնվեց այդ գիշերվա հուսահատության մեջ, դարձավ նրանց փրկությունը եւ միաժամանակ նրանց անեծքը, որովհետեւ այն նշանակում էր, որ նրանք պետք է ապրեին երկու կյանք։ Մի կյանք հրապարակային, որտեղ նրանք էին սովորական քաղաքացիներ, եւ մեկ այլ կյանք, գաղտնի, որտեղ նրանք էին պահապանները մի գաղտնիքի, որը կարող էր ոչնչացնել նրանց ցանկացած պահի։ Գևորգը, վարորդը, ով ճանաչում էր Երևանի յուրաքանչյուր թաքնված անկյուն, յուրաքանչյուր մոռացված թունել, յուրաքանչյուր հին շինություն, որը կառուցվել էր դեռևս խորհրդային ժամանակների սկզբում, պատմեց խմբին մի վայրի մասին, որը նա հայտնաբերել էր պատահաբար տարիներ առաջ, երբ նա աշխատում էր որպես շինարար։ Այդ վայրը էր մի հին թունել, որը կառուցվել էր 1930 թվականներին որպես գաղտնի ճանապարհ խորհրդային ղեկավարների համար։ Թունել, որը կապում էր կոմիտեի շենքը Երևանի կենտրոնում մի հատուկ բունկերի հետ, որը գտնվում էր քաղաքից դուրս։ Բունկեր, որը նախատեսված էր պատերազմի դեպքում։ Բայց երբ նոր շենքեր կառուցվեցին վերևում, եւ երբ քաղաքը ընդլայնվեց, թունելի մուտքերը փակվեցին եւ մոռացվեցին, եւ միայն մի քանի հին շինարարներ գիտեին դրանց մասին, եւ Գևորգը պատահաբար իմացել էր այդ գաղտնիքը իր հորից, ով աշխատել էր այդ շինարարության վրա, եւ ով մահվան անկողնում պատմել էր իր որդուն այն մասին, թե որտեղ են թաքնված մուտքերը եւ ինչպես բացել դրանք։ Խումբը որոշեց, որ հաջորդ գիշերը նրանք կգնան այդ թունել եւ կստեղծեն իրենց գաղտնի արխիվը, բայց նախ նրանք պետք է հավաքեին բոլոր փաստաթղթերը, բոլոր ապացույցները, բոլոր գաղտնիքները, որոնք նրանք ուզում էին պահպանել։ Հաջորդ 3 օրերի ընթացքում 12 մարդիկ աշխատեցին անընդհատ։ Աշխատեցին գիշերները, երբ ոչ ոք չէր տեսնում նրանց։ Աշխատեցին առանձին, որպեսզի չգրավեին ուշադրություն։ Աշխատեցին վախի մեջ, իմանալով, որ յուրաքանչյուր րոպե կարող էր լինել նրանց վերջինը։ Վահագնը հավաքեց բոլոր բժշկական փաստաթղթերը Վլադիմիրի բանտից, փաստաթղթեր, որոնք նա գողացել էր նախքան հեռանալը, փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Նժդեհը թունավորվել է, փաստաթղթեր, որոնք պարունակում էին բժիշկների անձնական նշումները, նրանց կասկածները, նրանց վախերը։ Արփինեն, կինը, ով աշխատում էր կոմիտեի արխիվում, հավաքեց բոլոր ներքին հաղորդագրությունները, որոնք նա կարողացել էր պատճենել տարիների ընթացքում։ Հաղորդագրություններ, որոնք բացահայտում էին օպերացիա մոռացումը, հաղորդագրություններ, որոնք պարունակում էին հրահանգներ սպանել Նժդեհին, հաղորդագրություններ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր պլանավորվել ամբողջ օպերացիան բարձրագույն մակարդակներում Մոսկվայում։ Սիրանուշը, կինը, ով աշխատել էր որպես կապի օղակ, հավաքեց բոլոր անձնական նամակները, որոնք Նժդեհը գրել էր բանտից, նամակներ, որոնք կոմիտեն բռնագրավել էր, բայց որոնք նա կարողացել էր պատճենել։
Նամակներ, որոնք պարունակում էին Նժդեհի վերջին մտքերը, նրա վերջին ցանկությունները, նրա վերջին հրահանգները։ Արամը բերեց քարտեզներ, որոնք ցույց էին տալիս այն վայրերը, որտեղ թաղված էին Նժդեհի մարմնի մասերը, քարտեզներ, որոնք նա ինքը նկարել էր իր հիշողությունից, քարտեզներ, որոնք այնքան մանրամասն էին, որ ցանկացած մարդ, ով ուներ դրանք, կարող էր գտնել այդ վայրերը։ Եվ վերջապես Վարդանը, Վահագնի որդին, ով այդ ժամանակ միայն 18 տարեկան էր, բայց ով արդեն ներգրավված էր օպերացիայում, բերեց ամենակարևոր բանը՝ Նժդեհի ձեռագիրը։ Այն գիրքը, որի մասին կոմիտեն այդքան վախենում էր, գիրքը, որը նրա հայրը պահպանել էր տարիներ շարունակ եւ որը հիմա պետք է թաքցվեր այնտեղ, որտեղ կոմիտեն երբեք չէր գտնի այն։ Մարտի 18-ի գիշերը խումբը հավաքվեց կրկին, այս անգամ բերելով բոլոր փաստաթղթերը, բոլոր ապացույցները, բոլոր գաղտնիքները, որոնք նրանք հավաքել էին։ Յուրաքանչյուր փաստաթուղթ փաթաթվեց հատուկ պլաստիկով, պլաստիկ, որը Վահագնը բերել էր իր լաբորատորիայից, պլաստիկ, որը պաշտպանում էր թղթերը խոնավությունից, քայքայումից, ժամանակից։ Ապա բոլոր փաստաթղթերը տեղադրվեցին մետաղյա տուփերում, տուփեր, որոնք Գևորգը պատրաստել էր հատուկ այս նպատակի համար, տուփեր, որոնք կնքվեցին հատուկ կնիքներով, որոնք Արփինեն բերել էր կոմիտեի արխիվից, կնիքներ, որոնք ապահովում էին, որ եթե ինչ-որ մեկը բացեր տուփերը առանց ճիշտ բանալիների, փաստաթղթերը կոչնչացվեին ավտոմատ կերպով։ Այս էր նրանց վերջին պաշտպանությունը, վերջին երաշխիքը, որ եթե կոմիտեն գտներ արխիվը, նրանք չէին կարողանա օգտագործել այն իրենց դեմ։ Թունելի մուտքը գտնվում էր մի հին շենքի նկուղում, շենք, որը դատարկ էր եւ լքված, շենք, որը պաշտոնապես նշված էր որպես վտանգավոր եւ որը պետք է քանդվեր, բայց որը դեռ կանգուն էր, որովհետեւ քաղաքային իշխանությունները չունեին բյուջե քանդելու համար։ Խումբը մտավ ներս գիշերվա մութում, մտավ զգույշ, մեկ առ մեկ, տարբեր ժամերի, տարբեր մուտքերից, որպեսի չգրավեին ուշադրություն։ Նկուղը լի էր փոշով եւ սարդերով, պատերը թաց էին եւ ծածկված մամուրով, հատակը լի էր աղբով եւ կոտրված ապակիներով, բայց անկյունում թաքնված հին տախտակների հետևում կար մի փոքրիկ դուռ, որը այնքան փոքր էր, որ մարդը պետք է սողար անցնելու համար, դուռ, որը այնքան հին էր, որ այն գրեթե անտեսանելի էր, եթե դուք չգիտեիք, թե որտեղ նայել։ Գևորգը բացեց դուռը օգտագործելով հատուկ բանալիներ, որոնք նա պատրաստել էր իր հոր նկարագրությունների հիման վրա, եւ նրանք տեսան մի նեղ աստիճան, իջնող խավարի մեջ, աստիճան, որը այնքան նեղ էր, որ նրանք պետք է իջնեին մեկ առ մեկ, աստիճան, որը այնքան խորն էր, որ երբ նրանք նայում էին ներքև, նրանք չէին տեսնում հատակը, միայն մութը, միայն անհայտը։ Նրանք վառեցին իրենց լապտերները եւ սկսեցին իջնել դանդաղ, զգույշ, հաշվելով յուրաքանչյուր աստիճան, որովհետև աստիճանները հին էին եւ փխրուն, եւ յուրաքանչյուր քայլ կարող էր լինել վերջինը։ Նրանք հաշվեցին 54 աստիճան, որոնք իջնում էին խավարի մեջ, 54 աստիճան, որոնք տանում էին նրանց դեպի մի աշխարհ, որը մոռացված էր տասնամյակներ առաջ։ Երբ նրանք վերջապես հասան հատակին, նրանց առջև բացվեց մի երկար թունել, որը ձգվում էր խավարի մեջ, թունել, որի պատերը քարից էին, թաց եւ սառը, թունել, որի օդը ծանր էր եւ դժվար շնչելի, թունել, որը թվում էր անվերջ։ Նրանք սկսեցին քայլել դանդաղ, զգույշ, հետևելով Գևորգին, ով գիտեր ճանապարհը, ով հիշում էր իր հոր հրահանգները, ով վստահ էր, որ նա կարող է գտնել այն վայրը, որտեղ նրանք կարող էին ստեղծել իրենց արխիվը։ Նրանք քայլեցին 200 մետր, որոնք թվացին 2 կիլոմետր, 200 մետր, որի ընթացքում նրանք չխոսեցին, չնայեցին միմյանց, միայն քայլեցին, միայն շարժվեցին առաջ, միայն հույս ունեցան, որ նրանք կհասնեին իրենց նպատակին։ Երբ Գևորգը կանգ առավ մի հատուկ վայրում, նա ցույց տվեց պատի մեջ մի փոքրիկ խորշ, որը բնական քարայր էր, խորշ, որը ստեղծվել էր, երբ թունելը կառուցվում էր, խորշ, որը կատարյալ էր արխիվի համար, որովհետև այն խորն էր, չոր էր եւ ամենակարևորը անտեսանելի էր։ Եթե դուք չգիտեիք, թե որտեղ նայել։ Խումբը սկսեց աշխատել լուռ, արագ, կազմակերպված, կարծես նրանք պրակտիկա էին արել այս տարիներ շարունակ։ Նրանք տեղադրեցին մետաղյա տուփերը խորշի ներսում, դասավորելով դրանք մաքուր շարքերով, դասավորելով դրանք այնպես, որ յուրաքանչյուր տուփ պաշտպանված էր մյուսներից, դասավորելով դրանք այնպես, որ եթե մեկը վնասվեր, մյուսները կմնային անվնաս։ Ապա նրանք կառուցեցին մի փոքրիկ պատ քարերից, պատ, որը թաքցնում էր տուփերը ամբողջությամբ, պատ, որը այնքան բնական էր, որ թվում էր, որ այն միշտ այնտեղ է եղել, պատ, որը անտարբերելի էր թունելի մնացած պատերից։ Բայց նախքան նրանք հեռանալը, Վահագնը արեց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա հանեց մի փոքրիկ մետաղյա տախտակ, որը նա պատրաստել էր հատուկ այս պահի համար, տախտակ, որի վրա նա փորագրել էր մի հաղորդագրություն հայերեն,
Հաղորդագրություն, որը գրված էր հին տառերով, հաղորդագրություն, որը կարդալու համար անհրաժեշտ էր իմանալ հին հայերենը։ Հաղորդագրությունը ասում էր. այստեղ պահվում է ճշմարտությունը Գարեգին Նժդեհի մասին։ Ճշմարտությունը, որը կոմիտեն փորձեց թաքցնել տասնամյակներ շարունակ, ճշմարտությունը, որը կարող է փոխել Հայաստանի ապագան։ Բացեք միայն այն օրը, երբ Հայաստանը կդառնա ազատ, երբ մարդիկը կարող են խոսել առանց վախի, երբ ճշմարտությունը կարող է հնչել առանց վտանգի։ Մինչ այդ, թող այս գաղտնիքը մնա պաշտպանված, թող այս արխիվը մնա անձեռնմխելի, թող այս ապացույցները սպասեն իրենց ժամանակին։ Նա տեղադրեց տախտակը քարերի մեջ, տեղադրեց այնպես, որ այն տեսանելի լիներ միայն նրանց, ովքեր գիտեին, թե որտեղ փնտրել, տեղադրեց այնպես, որ այն պաշտպանված լիներ, բայց միաժամանակ հասանելի լիներ նրանց, ովքեր իսկապես կարիք ունեին գտնելու այն։ Ապա նրանք բոլորը կանգնեցին լուռ մի րոպե, կանգնեցին այնտեղ, խորը երկրի տակ, հեռու արևից, հեռու աշխարհից, հեռու կյանքից։ Եվ նրանք աղոթեցին յուրաքանչյուրը իր սրտում, աղոթեցին հույս ունենալով, որ մի օր ինչ-որ մեկը կգտնի այս արխիվը, կբացահայտի ճշմարտությունը, կպատմի աշխարհին այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Ապա նրանք վերադարձան վերև, վերադարձան մեկ առ մեկ, տարբեր ժամերի, տարբեր ճանապարհներով, եւ նրանք փակեցին դուռը հավերժ, թաքցրեցին այն կրկին տախտակնի հետևում եւ հեռացան այնտեղից, իմանալով, որ նրանք արել էին ամենակարևոր բանը, որը նրանք երբևէ կարող էին անել։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև 2 շաբաթ անց սկսվեց այն, ինչից նրանք վախենում էին։ Առաջին զոհը եղավ Գևորգը, վարորդը, ով մահացավ ավտովթարի հետևանքով 1987 թվականի մարտի 25-ին, ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր այդ փաստաթղթում, որը նրանք տեսել էին։ Պաշտոնապես դա էր պատահական ավտովթար։ Գևորգի մեքենան դուրս եկավ ճանապարհից եւ բախվեց ծառին, եւ նա մահացավ անմիջապես։ Բայց ականատեսները պատմեցին տարբեր պատմություն։ Նրանք ասացին, որ տեսան մեկ այլ մեքենա, որը հետևում էր Գևորգի մեքենային, մեքենա, որը հանկարծ արագացավ եւ բախվեց Գևորգի մեքենային հետևից, մեքենա, որը ստիպեց Գևորգի մեքենան դուրս գալ ճանապարհից, մեքենա, որը ապա անհետացավ, առանց կանգ առնելու, առանց օգնելու, առանց նույնիսկ դանդաղելու։ Բայց երբ ոստիկանությունը հասավ տեղի վրա, այդ մեքենան չկար, եւ ականատեսները, ովքեր սկզբում խոսում էին այդ մասին, հետո փոխեցին իրենց պատմությունները, ասելով, որ նրանք սխալվել էին, որ նրանք չէին տեսել որևէ այլ մեքենա, որ դա պարզապես պատահական ավտովթար էր։ Երկրորդ զոհը եղավ Սուրենը, բժիշկը, ով մահացավ սրտի կաթվածից 1987 թվականի մարտի 28-ին, կրկին ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր։ Պաշտոնապես դա էր բնական մահ։ Սուրենը ունեցավ սրտի կաթված իր տանը եւ նա մահացավ նախքան շտապօգնությունը հասնելը։ Բայց նրա ընտանիքը պնդում էր, որ Սուրենը երբեք չէր ունեցել սրտի խնդիրներ, որ նա վերջերս անցել էր ամբողջական բժշկական զննում, եւ որ բժիշկները ասել էին, որ նրա սիրտը կատարյալ վիճակում է։ Նրանք պնդում էին, որ այն գիշերը, երբ Սուրենը մահացավ, նրանք լսեցին տարօրինակ ձայներ տնից, լսեցին, որ ինչ-որ մեկը մտավ, լսեցին Սուրենի ճչալը, լսեցին պայքարի ձայներ, բայց երբ նրանք վազեցին նրա սենյակ, նրանք գտան նրան մահացած հատակին, եւ ոչ մի հետք չկար, որ ինչ-որ մեկը այլ եղել է այնտեղ։ Բայց կրկին, երբ ոստիկանությունը հետաքննեց դեպքը, նրանք եզրակացրին, որ դա բնական մահ էր, եւ ընտանիքի պնդումները անտեսվեցին։ Երրորդ զոհը եղավ Վարդանը, սպան, ով մահացավ ինքնասպանությամբ 1987 թվականի ապրիլի 2-ին, կրկին ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր։ Պաշտոնապես նա կախվեց իր տանը, թողնելով մի նամակ, որում նա բացատրում էր, որ նա չէր կարող շարունակել ապրել իր մեղքերի հետ, որ նա անարել էր սխալներ իր կյանքում, եւ որ նա ընտրել էր վերջ դնել իր տառապանքներին։ Բայց նրա ընկերները պնդում էին, որ Վարդանը երբեք չէր խոսել ինքնասպանության մասին, որ նա լի էր կյանքով եւ հույսով, որ նա պլաններ ուներ ապագայի համար, եւ որ այն նամակը, որը նա թողել էր, չէր նման նրա գրելավոճին։ Նրանք պնդում էին, որ ինչ-որ բան սխալ էր, որ ինչ-որ մեկը սպանել էր Վարդանին եւ ստեղծել էր ինքնասպանության տեսք։ Բայց կրկին ոստիկանությունը եզրակացրեց, որ դա ինքնասպանություն էր եւ գործը փակվեց։ Մեկ ամսում 6 մարդ մահացավ։ 6 մարդ այն 12-ից, ովքեր ստեղծել էին գաղտնի արխիվը։ 6 մարդ, ովքեր մահացան ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր այդ փաստաթղթում։ 6 մարդ, ում մահերը պաշտոնապես համարվեցին պատահական, բայց ովքեր իրականում սպանվեցին կոմիտեի կողմից։ Մնացած 6-ը հասկացան, որ նրանք հաջորդներն են, որ նրանք ունեն միայն մի քանի շաբաթ, մինչև կոմիտեն կգա նրանց համար, եւ որ նրանք պետք է անհետանան, եթե ուզում էին ապրել։
Նրանք որոշեցին անհետանալ յուրաքանչյուրը գնալով տարբեր ուղություններով, յուրաքանչյուրը փոխելով իր անունը, իր կյանքը, իր ինքնությունը եւ երբեք այլևս չհանդիպելով, որpիսի եթե կոմիտեն բռներ մեկին, նա չկարողանար մատնել մյուսներին։ Արամը գնաց Գորիս եւ դարձավ հովիվ։ Վահագնը մնաց Երևանում, բայց դադարեցրեց բժշկական պրակտիկան եւ դարձավ պարզ դասախոս։ Սիրանուշը գնաց Վանաձոր եւ դարձավ ուսուցչուհի։ Արփինեն գնաց Կապան եւ դարձավ գրադարանավար։ Մյուս երկուսը անհետացան ամբողջությամբ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ գնացին նրանք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ դարձան նրանք։ Ոչ ոք չգիտի թե թե արդյոք նրանք դեռ ապրում են։ Եվ նրանք բոլորը երդվեցին երբեք չխոսել արխիվի մասին, երբեք չբացահայտել դրա տեղը, մինչև Հայաստանը դառնար իսկապես անկախ։ Այդ երդումը նրանք պահպանեցին 30 տարի, 30 տարի լռության, 30 տարի վախի, 30 տարի սպասելու։ 1989 թվականին, երբ Հայաստանը հայտարարեց անկախություն, մնացած 6 մարդիկ փորձեցին հավաքվել կրկին, բայց միայն 3-ը կարողացան գալ՝ Արամը, Վահագնը եւ Սիրանուշը։ Մյուս 3-ը կամ մահացել էին, կամ չէին կարող գտնվել, կամ չէին ուզում վերադառնալ։ Նրանք 3-ը որոշեցին, որ ժամանակ եկել է բացել արխիվը, որ ժամանակը եկել է բացահայտել ճշմարտությունը, որ ժամանակը եկել է պատմել աշխարհին, եկել է պատմել աշխարհին այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Բայց երբ նրանք գնացին այն հին շենք, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան սարսափելի։ Շենքը քանդվել էր։ Նրա տեղում կառուցվել էր նոր շենք, ժամանակակից, բարձր, պողպատից եւ ապակուց։ Թունելի մուտքը, որը գտնվում էր նկուղում, այժմ թաղված էր տոննավոր բետոնի տակ։ Արխիվը, որը նրանք ստեղծել էին այդքան զգուշությամբ, այժմ անհասանելի էր։ Նրանք փորձեցին գտնել այլ մուտք թունել, բայց ոչինչ։ Քաղաքի տակ կային տասնյակ թունելներ, բայց ոչ մեկը չէր տանում այն հատուկ վայրը, որտեղ նրանք թաքցրել էին տուփերը։ Վահագնը չհանձնվեց։ Նա սկսեց ուսումնասիրել Երևանի հին քարտեզները, ուսումնասիրել գիշեր ու ցերեկ, ուսումնասիրել մինչև նրա աչքերը ցավում էին, ուսումնասիրել մինչև նա գտավ ինչ-որ բան։ Մի հին քարտեզ, որը գծված էր 1938 թվականին, քարտեզ, որը ցույց էր տալիս բոլոր թունելները, որոնք կառուցվել էին այդ ժամանակ, քարտեզ, որը ցույց էր տալիս մի երկրորդ մուտք թունել, գտնվող մի այլ շենքի տակ, շենք, որը դեռ կանգուն էր։ Խումբը որոշեց փորձել կրկին։ Նրանք գնացին այդ շենք գիշերվա մութում եւ գտան մուտքը։ Այս անգամ նրանք հաջողեցին իջնել թունել։ Նրանք քայլեցին խավարում, քայլեցին ժամեր շարունակ, հետևելով իրենց հիշողությանը, փնտրելով այն հատուկ վայրը, որտեղ նրանք թաքցրել էին արխիվը։ Երբ նրանք վերջապես հասան խորշին, նրանք տեսան, որ քարերի պատը դեռ այնտեղ էր, դեռ անվնաս, դեռ պաշտպանում էր այն, ինչ ներսում էր։ Նրանք սկսեցին քանդել պատը, քանդել զգուշորեն, դանդաղ, վախենալով վնասել տուփերը, վախենալով, որ 30 տարի սպասելուց հետո նրանք կարող էին ոչնչացնել այն, ինչ նրանք փրկել էին։ Եվ այնտեղ, քարերի հետևում, նրանք տեսան մետաղյա տուփերը։ Տեսան դրանք ճիշտ այնպես, ինչպես նրանք թողել էին 30 տարի առաջ։ Տեսան դրանք անվնաս, պահպանված, սպասելով։ Վահագնը բացեց առաջին տուփը դողացող ձեռքերով, բացեց այն եւ տեսավ ներսում փաստաթղթերը։ Տեսավ դրանք դեղին, փխրուն, բայց դեռ ընթեռնելի։ Տեսավ դրանք պահպանված, պաշտպանված, փրկված։ Նա հանեց մի փաստաթուղթ եւ սկսեց կարդալ։ Այն էր KGB հաղորդագրությունը օպերացիա մոռացման մասին։ Այն էր ապացույցը, որ խորհրդային իշխանությունը պլանավորել էր ոչնչացնել Նժդեհի հիշատակը ամբողջությամբ։ Վահագնը լաց եղավ։ Լաց եղավ ոչ թե տխրությունից, այլ ուրախությունից։ Լաց եղավ, որովհետև նա գիտեր, որ այժմ ճշմարտությունը կարող էր վերջապես բացահայտվել։ Խումբը տեղափոխեց բոլոր տուփերը դուրս թունելից եւ տարավ դրանք ապահով վայր։ Ապա նրանք սկսեցին ուսումնասիրել փաստաթղթերը, ուսումնասիրել մեկ առ մեկ, զգույշորեն, հարգանքով, իմանալով, որ այս փաստաթղթերը կարող էին փոխել պատմությունը։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին այդ փաստաթղթերում, գերազանցեց նրանց ամենավատ վախերը։ Կային մանրամասն պլաններ Նժդեհի թունավորման մասին, պլաններ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր պլանավորվել սպանությունը, ով էր պատասխանատու, ինչ քիմիական նյութեր էին օգտագործվել, ինչպես էին ապահովել, որ ոչ մի հետք չմնար։ Կային նամակներ Մոսկվայից, նամակներ, որոնք հրահանգում էին սպանել Նժդեհին, նամակներ, որոնք ստորագրված էին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, նամակներ, որոնք ապացուցում էին, որ սպանությունը պլանավորվել էր բարձրագույն մակարդակներում։ Կային բժշկական զեկույցներ, որոնք նկարագրում էին Նժդեհի տանջանքները, զեկույցներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր նա տառապում իր վերջին ամիսներին, զեկույցներ, որոնք բացահայտում էին, որ բժիշկները գիտեին, որ նա թունավորվում է,
բայց նրանք չէին կարող ոչինչ անել։ Բայց կար նաև ինչ-որ այլ բան այդ արխիվում, ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում գտնել։ Մի փոքրիկ տուփի ներսում, թաքնված բոլոր փաստաթղթերի տակ, կար մի ձեռագիր, որը գրված էր Նժդեհի ձեռքով, ձեռագիր, որը պարունակում էր նրա վերջին խոստովանությունը, նրա վերջին մտքերը, նրա վերջին ցանկությունները։ Վահագնը սկսեց կարդալ, եւ այն, ինչ նա կարդաց, սարսափեցրեց նրան։ Ձեռագրում Նժդեհը պատմում էր իր վերջին օրերի մասին բանտում, պատմում էր թունավորումը, տանջանքները, հարցաքննությունները, բայց նա նաև պատմում էր ինչ-որ այլ բան, որը նա երբեք չէր ասել ոչ ոքի։ Նա պատմում էր մի գաղտնի հանդիպման մասին, հանդիպման, որը տեղի էր ունեցել բանտում, հանդիպման մի անծանոթ մարդու հետ, ով եկել էր նրան տեսնելու գիշերվա մութում։ Այդ մարդը, ըստ Նժդեհի նկարագրության, չէր սովորական այցելու։ Նա էր բարձրաստիճան սպա, հավանաբար KGB-ից, բայց նա խոսում էր հայերեն, կատարյալ, առանց ակցենտի։ Խոսում էր այնպես, որ Նժդեհը հասկացավ, որ այս մարդը հայ է, որ այս մարդը եկել է օգնելու, ոչ թե վնասելու։ Նա ասաց Նժդեհին, որ եկել է նրան զգուշացնելու, որ Մոսկվան որոշել է սպանել նրան, որ նրան մնացել է միայն մի քանի շաբաթ, որ նա պետք է պատրաստվի։ Բայց նա նաև ասաց ինչ-որ այլ բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա ասաց, որ կա մի խումբ Հայաստանում, խումբ, որը պատրաստվում է փրկել նրա մարմինը, խումբ, որը պլանավորում է տեղափոխել այն Հայաստան եւ թաղել այն գաղտնի վայրերում, խումբ, որը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ։ Եվ նա հարցրեց Նժդեհին, թե արդյոք նա համաձայն է այդ պլանի հետ։ Նժդեհը պատասխանեց. այո, բայց մի պայմանով։ Նա ուզում էր, որ նրա մարմինը բաժանվի մասերի եւ թաղվի տարբեր վայրերում Սյունիքում, թաղվի այնպես, որ նրա ոսկորները պաշտպանեն այդ հողը հավերժ, թաղվի այնպես, որ նա կարողանա շարունակել պայքարել նույնիսկ մահից հետո, թաղվի այնպես, որ նրա ներկայությունը զգացվի յուրաքանչյուր անկյունում։ Այդ անծանոթ մարդը համաձայնվեց։ Նա ասաց, որ ամեն ինչ կլինի այնպես ըստ նրա ցանկության։ Ինչպես Նժդեհը ուզում է, որ նրա վերջին կամքը կկատարվի, որ նրա հիշատակը կպահպանվի։ Ապա նա հեռացավ, անհետանալով խավարի մեջ, ճիշտ այնպես, ինչպես եկել էր։ Եվ Նժդեհը երբեք չիմացավ այդ մարդու անունը։ Բայց նա գիտեր մի բան, որ այդ մարդը փրկեց նրա հիշատակը, որ այդ մարդը կազմակերպեց ամբողջ օպերացիա, որ այդ մարդը էր իսկական հերոսը այս պատմության մեջ։ Բայց ով էր այդ մարդը։ Վահագնը եւ նրա ընկերները փորձեցին գտնել նրան տարիներ շարունակ, փորձեցին հարցաքննել բոլորին, ովքեր աշխատել էին KGB-ում այդ ժամանակ, փորձեցին ուսումնասիրել բոլոր արխիվները, փորձեցին գտնել որևէ հետք, բայց ոչինչ։ Ոչ ոք ոչինչ չգիտեր, կամ ավելի ճիշտ, ոչ ոք չուզում էր խոսել։ Այդ մարդը մնաց գաղտնիք, մնաց անհայտ, մնաց անտեսանելի, ճիշտ այնպես, ինչպես նա ուզում էր։ Բայց նրա արարքը, նրա համարձակությունը, նրա զոհաբերությունը մնաց հավերժ։ Մնաց գրված այդ ձեռագրում, մնաց պահպանված այդ արխիվում, մնաց որպես վկայություն, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի դնել ամեն ինչ, անելու ճիշտ բանը։ Այսօր 35 տարի Խորհրդային Միության փլուզումից հետո այդ արխիվը դեռ գոյություն ունի, դեռ պաշտպանվում է նրանց կողմից, ովքեր ժառանգել են այդ պատասխանատվությունը։ Փաստաթղթերը դիգիտալացվել են, պատճենները պահվում են տարբեր վայրերում, եւ ճշմարտությունը դանդաղ բացահայտվում է աշխարհին։ Բայց դեռ մնում են հարցեր, որոնց պատասխանները թաքնված են, հարցեր, որոնց պատասխանները հավանաբար երբեք չեն գտնվի։ Ո՞վ էր այն անծանոթ մարդը, ով օգնեց Նժդեհին։ Որտեղ են այժմ Նժդեհի մարմնի բոլոր մասերը։ Ինչպես կարողացավ կոմիտետնել աջ ձեռքը խուսարախի շենքի մեջ, եւ ինչպես էր հասել դրա մասին մեկ հոգի, որ մի փոքրիկ դժվար բնականոն բնակիցն էր, որը պատկերացներ, թե ինչ է կարող լինել։ Նպատակ էլ չունեցավ այդ բանին մտնել։ Անցավ մի քանի օր, համոզվեց, որ խորհրդարանում մասնակցող հանրությունը իր կես տարի շեշտով գոնե մի անգամ էլ էր երբեք լսել այդ հայտնի փոքր բանաձեռ, տեն գտնել աջ ձեռքը խուստուփում, բայց ոչ մյուս մասերը։ Եվ ամենակարևորը, արդյոք Նժդեհի ոսկորները իսկապես պաշտպանում են Սյունիքը, թե դա պարզապես գեղեցիկ լեգենդ է, որը մենք պատմում ենք մեզ հույս ունենալու համար։ Դուք ինչ եք կարծում։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Նժդեհի գաղտնի արխիվի պահպանման համար, համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև, եւ այն, ինչ նա մեզ ասում վերջին տասնամյակների մասին, կհակասի ամեն ինչին, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք այս պատմության մասին։ Անձնական զրույցներից կոմիտեի ներսում մինչև հուսահատ փորձերը պաշտպանել ճշմարտությունը, մինչև այն պահը, երբ նա հասկացավ, որ պատմությունը ավելի բարդ է, քան ցանկացած մարդ կարող էր պատկերացնել։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախեղդ վիճակում մինչև վերջին վայրկյանը։
Այս մարդու անունը Արտակ է, եւ նա ապրում է Երևանի արվարձաններից մեկում, փոքրիկ բնակարանում, որտեղ պատերը ծածկված են 5 քարտեզներով, փաստաթղթերով, լուսանկարներով։ Յուրաքանչյուրը պատմում է մի պատմություն, որը պաշտոնական պատմագրությունը երբեք չի ճանաչել։ Երբ նա սկսում է պատմել, նրա ձայնը դողում է ոչ թե տարիքից, այլ հիշողություններից, որոնք դեռ այրում են նրա հոգում։ Հիշողություններ այն մասին, թե ինչպես է նա անցկացրել 30 տարի փնտրելով մի մարդու, ով փրկեց Նժդեհի հիշատակը, եւ ինչպես է նա վերջապես գտել ճշմարտությունը, որը փոխեց ամեն ինչ։ Արտակը պատմում է, որ 1989 թվականին, երբ նա աշխատում էր որպես պատմաբան Հայաստանի ազգային արխիվում, նա պատահաբար հայտնաբերեց մի փաստաթուղթ, որը փոխեց նրա կյանքը հավերժ։ Այդ փաստաթուղթը թաքնված էր 5 գործի մեջ, գործ, որը պիտակավորված էր որպես վարչական նամակագրություն 1952 թվական։ Գործ, որը ոչ ոք չէր բացել տասնամյակներ շարունակ։ Գործ, որը պետք է լիներ լի անհետաքրքիր բյուրոկրատական թղթերով։ Բայց երբ Արտակը բացեց այդ գործը եւ սկսեց թերթել էջերը, նա հայտնաբերեց ինչ-որ բան, որը չպետք է լիներ այնտեղ։ Մի փոքրիկ նշում, գրված ձեռքով կարմիր մելանով։ Նշում, որը ասում էր «Օպերացիա Խուստուփ», ավարտված հաջողությամբ դեկտեմբերի 25, 1988 թվական։ Աջ ձեռքը վերականգնված, մնացած մասերը դեռ անհայտ, շարունակել որոնումները։ Այս նշումը, որը գրված էր անծանոթ ձեռքով եւ որը ակնհայտորեն սխալմամբ թողնված էր այդ գործում, բացեց Արտակի համար մի ամբողջ աշխարհ։ Աշխարհ, որը լի էր գաղտնիքներով, վտանգներով եւ ճշմարտություններով, որոնք պաշտոնական իշխանությունները փորձում էին թաքցնել։ Արտակը սկսեց հետաքննություն, հետաքննություն, որը տևեց 30 տարի, հետաքննություն, որը տարավ նրան Հայաստանի յուրաքանչյուր անկյուն, հետաքննություն, որի ընթացքում նա հարցաքննեց հարյուրավոր մարդկանց, ուսումնասիրեց հազարավոր փաստաթղթեր եւ դանդաղ, շատ դանդաղ սկսեց հավաքել այն խճանկարի կտորները, որոնք ցույց էին տալիս ամբողջ պատմությունը։ Նա իմացավ Վահագնի մասին, բժշկի, ով փրկել էր Նժդեհի մարմինը Վլադիմիրից։ Նա իմացավ Արամի մասին, Հովվի, ով թաղել էր աջ ձեռքը Խուստուփում։ Նա իմացավ 12 մարդկանց մասին, ովքեր ստեղծել էին գաղտնիի արխիվը, եւ նա իմացավ այն 6 մարդկանց մասին, ովքեր սպանվել էին կոմիտեի կողմից։ Բայց ամենակարևորը, նա իմացավ այն անծանոթ մարդու մասին, ով կազմակերպել էր ամբողջ օպերացիան, մարդու, ում անունը ոչ ոք չգիտեր, մարդու, ով մնացել էր անտեսանելի տասնամյակներ շարունակ։ Եվ Արտակը որոշեց, որ նա պետք է գտներ այդ մարդուն, որ նա պետք է իմանար, որ ճշմարտությունը, որ նա պետք է պատմեր աշխարհին այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Նրա որոնումները տարան նրան դեպի մի անսպասելի վայր, դեպի Մոսկվա, դեպի կոմիտեի հին արխիվները, որոնք բացվել էին հանրությանը 1989 թվականներին։ Արխիվներ, որոնք պարունակում էին միլիոնավոր փաստաթղթեր, միլիոնավոր գաղտնիքներ, միլիոնավոր պատմություններ։ Արտակը անցկացրեց 3 տարի այդ արխիվներում, անցկացրեց օրեր եւ գիշերներ կարդալով փաստաթղթեր, ուսումնասիրելով գործեր, փնտրելով որևէ հետք, որևէ նշում, որևէ անուն, որը կարող էր տանել նրան դեպի այն մարդուն, ում նա փնտրում էր։ Եվ 1989 թվականին նա գտավ ինչ-որ բան։ Գտավ մի փոքրիկ նշում մի գործում, որը վերաբերում էր Վլադիմիրի բանտին, նշում, որը ասում էր «Սպա համար 354», տեղափոխված Երևան 1952 թվականի դեկտեմբերին, պատճառ անձնական խնդրանք, վերադարձ չհաստատված։ Այս նշումը, որը թվում էր անմեղ եւ անկարևոր, իրականում էր բանալին դեպի ամբողջ գաղտնիքը։ Արտակը սկսեց հետաքննել «Սպա համար 354»-ը, սկսեց փնտրել նրա անունը, նրա կենսագրությունը, նրա ծառայության գրառումները։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց հավաքել տեղեկություններ։ Այդ սպան անունը Գրիգոր Մելիքյան էր։ Նա ծնվել էր Գորիսում 1919 թվականին։ Նա ծառայել էր կոմիտեում 1938 թվականից սկսած։ Նա աշխատել էր տարբեր պաշտոններում, սկսած պարզ սպայից մինչև բարձրաստիճան հետաքննող։ Եվ նա ուներ հասանելիություն ամենագաղտնի տեղեկություններին, ամենավտանգավոր օպերացիաներին, ամենակարևոր որոշումներին։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ 1952 թվականի դեկտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Նժդեհը մահացավ, Գրիգոր Մելիքյանը խնդրեց անձնական արձակուրդ եւ տեղափոխվեց Երևան։ Պաշտոնապես ընտանեկան պատճառներով, բայց իրականում ոչ ոք չգիտեր, թե ինչու նա իսկապես գնաց այնտեղ։ Եվ ավելի հետաքրքիրը, նա երբեք չվերադարձավ Մոսկվա։ Նա մնաց Երևանում մինչև իր կյանքի վերջը։ Նա աշխատեց որպես պարզ ուսուցուցիչ պատմության դպրոցում, եւ նա մահացավ 1988 թվականին։ Մահաց հանգիստ, խաղաղ, առանց երբևէ խոսելու այն մասին, թե ինչ նա արել էր իր կյանքում։
Արտակը հասկացավ, որ Գրիգոր Մելիքյանը էր այն անծանոթ մարդը, ով այցելել էր Նժդեհին բանտում, ով կազմակերպել էր ամբողջ օպերացիան, ով փրկել էր Նժդեհի հիշատակը։ Բայց ինչու էր նա արել դա։ Ինչու էր մի բարձրաստիճան կոմիտեի սպա դավաճանել իր իշխանությանը, ինչու էր նա ռիսկի դրել իր կյանքը, իր ընտանիքի կյանքը, իր ապագան փրկելու մի մարդու, ում նա երբեք չէր հանդիպել նախկինում։ Պատասխանը գտնվում էր Գրիգոր Մելիքյանի անձնական օրագրում։ Օրագիր, որը Արտակը գտավ նրա որդու տանը։ Որդու, ով պահպանել էր այն տասնամյակներ շարունակ։ Որդու, ով համաձայնվեց ցույց տալ այն Արտակին, երբ նա հասկացավ, որ Արտակը փնտրում է ճշմարտությունը, ոչ թե սենսացիա։ Օրագրում Գրիգորը պատմում էր իր պատմությունը։ Պատմում էր, թե ինչպես է նա ծնվել Գորիսում, ինչպես է նա տեսել Նժդեհին երեխայի հասակում, ինչպես է Նժդեհը փրկել նրա ընտանիքը թուրքերից 1920 թվականին, ինչպես է նրա հայրը զոհվել Խուստուփի ճակատամարտում պայքարելով Նժդեհի կողքին, եւ ինչպես է նա երդվել իր հոր գերեզմանի վրա, որ նա երբեք չի մոռանա այն, ինչ Նժդեհը արել է նրանց համար։ Երբ Գրիգորը մեծացավ եւ միացավ կոմիտեին, նա արեց դա ոչ թե հավատքից խորհրդային համակարգին, այլ անհրաժեշտությունից։ Անհրաժեշտությունից ապրելու, անհրաժեշտությունից պաշտպանելու իր ընտանիքը, անհրաժեշտությունից գոյատևելու այն դաժան աշխարհում, որտեղ նա ապրում էր։ Բայց ներսում նա միշտ մնաց հավատարիմ Նժդեհին, միշտ հիշեց այն երդումը, որը նա արել էր իր հոր գերեզմանի վրա, միշտ սպասեց այն պահին, երբ նա կկարողանար հատուցել այն պարտքը, որը նա ուներ Նժդեհի նկատմամբ։ Եվ երբ 1952 թվականին նա իմացավ, որ Նժդեհը բանտարկված է Վլադիմիրում եւ որ Մոսկվան պլանավորում է սպանել նրան, Գրիգորը հասկացավ, որ այդ պահը եկել է, որ նա պետք է գործեր հիմա կամ երբեք։ Նա օգտագործեց իր դիրքը կոմիտեում, օգտագործեց իր կապերը, իր հասանելիությունը, իր իմացությունները եւ նա սկսեց պլանավորել օպերացիան։ Օպերացիան, որը կփրկեր Նժդեհի հիշատակը հավերժ։ Գրիգորը գաղտնի կերպով կապվեց Հայաստանում գտնվող հայ ազգայնականների հետ։ Կապվեց այն մարդկանց հետ, ում նա վստահում էր, ում նա գիտեր, որ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ Նժդեհի համար։ Նա կազմակերպեց Վահագնի նշանակումը Վլադիմիրի բանտ, կազմակերպեց այնպես, որ ոչ ոք չկասկածեր, որ դա նրա աշխատանքն է, կազմակերպեց այնպես, որ Վահագնը կարողանար մոտենալ Նժդեհին եւ պատրաստել նրա մարմինը։ Նա ապահովեց կեղծ փաստաթղթերը, ապահովեց այնպիսի կատարյալ կեղծիքներ, որ նույնիսկ կոմիտեի փորձագետները չէին կարող տարբերել դրանք իրականներից։ Նա կազմակերպեց տրանսպորտը, կազմակերպեց այնպես, որ մարմինը կարողանար անցնել ամբողջ խորհրդային միությունը առանց բռնվելու։ Եվ ամենակարևորը, նա այցելեց Նժդեհին բանտում նրա վերջին շաբաթում եւ պատմեց նրան ամբողջ պլանը, խնդրեց նրա օրհնությունը եւ ստացավ նրա վերջին հրահանգները։ Այդ հանդիպումը, որը տևեց միմիայն 1 ժամ, փոխեց երկու մարդկանց կյանքը հավերժ։ Փոխեց Նժդեհի կյանքը, որովհետև նա հասկացավ, որ նրա հիշատակը կպահպանվի, եւ փոխեց Գրիգորի կյանքը, որովհետև նա հասկացավ, որ նա վերջապես կատարեց իր երդումը։ Բայց Գրիգորի պատմությունը ունի նաև մի մութ կողմ, որը նա երբեք չուզեց բացահայտել, բայց որը նա գրեց իր օրագրում, որպեսզի ճշմարտությունը չկորչեր։ Երբ կոմիտեն սկսեց հետաքննել Նժդեհի մարմնի անհետացումը, երբ նրանք սկսեցին կասկածել, որ ներսում կա դավաճան, Գրիգորը հասկացավ, որ նա վտանգի մեջ է, որ նրանք շուտով կգան նրա համար։ Նա կարող էր փախչել, կարող էր թաքնվել, կարող էր փրկել իր կյանքը, բայց նա որոշեց մնալ։ Որոշեց մնալ եւ պաշտպանել այն մարդկանց, ովքեր օգնել էին նրան։ Պաշտպանել այն գաղտնիքները, որոնք նրանք ստեղծել էին, պաշտպանել այն ճշմարտությունը, որը նրանք պահպանել էին։ Նա օգտագործեց իր դիրքը կոմիտեում, օգտագործեց այն վերջին անգամ, որպեսզի շեղեր հետաքննությունը, որպեսզի պաշտպաներ իր ընկերներին, որպեսզի ապահովեր, որ կոմիտեն երբեք չգտներ բոլոր գաղտնիքները։ Եվ երբ կոմիտեն վերջապես սկսեց կասկածել նրան, երբ նրանք սկսեցին հարցաքննել նրան, Գրիգորը արեց ինչ-որ բան, որը փրկեց բոլորին։ Նա խոստովանեց։ Նա խոստովանեց, որ ինքը մենակ կազմակերպել է ամբողջ օպերացիան, որ ոչ ոք այլ ներգրավված չէր, որ նա գործել է միայնակ իր անձնական հանհամոզմունքներից ելնելով։ Նա խոստովանեց, որ ինքը գողացել է մարմինը, ինքը տեղափոխել է այն Հայաստան, ինքը թաղել է այն գաղտնի վայրերում։ Նա խոստովանեց ամեն ինչ, բացի մի բանից։ Նա երբեք չբացահայտեց այն վայրերը, որտեղ թաղված էին մարմնի մասերը։ Նա երբեք չմատնեց իր ընկերներին։ Նա երբեք չբացահայտեց գաղտնի արխիվի գոյությունը։ Եվ կոմիտեն, որը հավատաց նրա խոստովանությանը, որը կարծեց, որ նրանք գտել են իրենց դավաճանին, դադարեցրեց հետաքննությունը եւ կենտրոնացավ միայն Գրիգորի վրա։ Նրանք տանջեցին նրան, տանջեցին ամիսներ շարունակ, փորձելով ստիպել նրան բացահայտել գաղտնիքները, բայց Գրիգորը չխոսեց։ Նա պահպանեց լռությունը մինչև վերջ։ Նա պաշտպանեց իր ընկերներին իր կյանքի գնով։
Վերջապես կոմիտեն հասկացավ, որ նրանք ոչինչ չեն կարող անել, որ Գրիգորը երբեք չի խոսի, եւ նրանք որոշեցին արձակել նրան։ Որոշեցին արձակել, բայց միաժամանակ ոչնչացնել նրա կարիերան, ոչնչացնել նրա հեղինակությունը, ոչնչացնել նրա ապագան։ Նրանք տեղափոխեցին նրան Երևան եւ նշանակեցին որպես պարզ ուսուցիչ։ Նշանակեցին այնպես, որ նա միշտ կլիներ նրանց հսկողության տակ, միշտ կլիներ նրանց աչքի առջև, միշտ կլիներ հիշեցում այն մասին, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր դավաճանում են կոմիտեին։ Բայց Գրիգորը չհանձնվեց։ Նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, շարունակեց սովորեցնել երեխաներին պատմություն, իսկական պատմություն, ոչ թե այն, ինչ պաշտոնական դասագրքերը ասում էին, այլ այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Եվ նա սպասեց այն օրվան, երբ Հայաստանը կդառնար անկախ, երբ ճշմարտությունը կարող էր վերջապես բացահայտվել, երբ նրա զոհողությունը կարող էր վերջապես արդարացվել։ Բայց այդ օրը եկավ չափազանց ուշ նրա համար։ Գրիգորը մահացավ 1988 թվականին, ընդամենը 1 տարի առաջ Հայաստանի անկախության, 1 տարի առաջ այն պահի, երբ նա կարող էր տեսնել իր երազանքի իրականացումը։ Արտակը, երբ կարդաց Գրիգորի օրագիրը, լաց եղավ։ Լաց եղավ այն մարդու համար, ում նա երբեք չէր հանդիպել, բայց ում նա զգում էր, որ ճանաչում է ամբողջ սրտով։ Նա հասկացավ, որ Գրիգորը էր իսկական հերոս այս պատմության մեջ, որ նա էր այն մարդը, ով զոհաբերեց ամեն ինչ, ոչինչ չպահանջելով դիմաց, որ նա էր այն մարդը, ում անունը պետք է հիշվեր հավերժ։ Եվ Արտակը որոշեց, որ նա պետք է պատմեր աշխարհին Գրիգորի պատմությունը, որ նա պետք է ապահովեր, որ նրա զոհողությունը չմոռացվեր, որ նրա անունը կմնար կենդանի։ Նա սկսեց գրել գիրք, որը պատմում է ամբողջ պատմությունը, գիրք, որը բացահայտում է բոլոր գաղտնիքները, գիրք, որը պատվում է բոլոր հերոսներին, Նժդեհին, Վահագնին, Արամին, 12 մարդկանց եւ ամենակարևորը՝ Գրիգորին։ Այդ գիրքը հրապարակվեց 1989 թվականին եւ դարձավ բեսթսելեր Հայաստանում։ Դարձավ այն գիրքը, որը յուրաքանչյուր հայ պետք է կարդար, որը յուրաքանչյուր դպրոցում սովորեցնում էին, որը յուրաքանչյուր ընտանիքում պահպանում էին որպես գանձ։ Բայց պատմությունը դեռ չավարտվեց, որովհետև դեռ մնում էր մեկ հարց։ Հարց, որը տանջում էր Արտակին, տանջում էր բոլորին, ովքեր գիտեին այս պատմությունը։ Որտեղ են այժմ Նժդեհի մարմնի մնացած մասերը։ Այն մասերը, որոնք կոմիտեն երբեք չգտավ։ Այն մասերը, որոնք դեռ թաքնված են ինչ-որ տեղ Սյունիքում։ Արտակը սկսեց նոր հետաքննություն։ Սկսեց փնտրել այն մարդկանց, ովքեր կարող էին իմանալ։ Սկսեց ուսումնասիրել հին քարտեզները, սկսեց հարցաքննել տեղական բնակիչներին։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց հավաքել տեղեկություններ։ Նա իմացավ, որ երբ կոմիտեն գտավ աջ ձեռքը Խուստուփում 1988 թվականին, մնացած 6 մարդիկ, ովքեր գիտեին գաղտնիքները, անմիջապես գործեցին։ Նրանք տեղափոխեցին մնացած մասերը նոր վայրեր, որոնք ավելի անհասանելի էին, ավելի պաշտպանված էին, ավելի գաղտնի էին։ Նրանք տեղափոխեցին ձախ ձեռքը եւ կրծքավանդակը Սպիտակավորից դեպի մի անհայտ վայր, որը գիտեին միայն 3 մարդ, եւ նրանք տեղափոխեցին ոտքերը Կապանից դեպի մեկ այլ անհայտ վայր, որը գիտեին միայն 2 մարդ։ Եվ այդ 5 մարդիկ երդվեցին երբեք չբացահայտել այդ վայրերը, երբեք չպատմել ոչ ոքի, երբեք չթողնել որևէ հետք։ Արտակը փորձեց գտնել այդ 5 մարդկանց, բայց նա հայտնաբերեց, որ նրանցից 4-ը արդեն մահացել են, եւ միայն մեկը դեռ ապրում է։ Ապրում էին 4 տեղ Սյունիքում, բայց ոչ ոք չգիտի ճիշտ թե որտեղ։ Արտակը շարունակեց փնտրել, շարունակեց տարիներ շարունակ, բայց նա երբեք չգտավ այդ մարդուն։ Եվ դանդաղ նա հասկացավ, որ թերևս դա ճիշտ է, թերևս որոշ գաղտնիքներ պետք է մնան գաղտնիք, թերևս որոշ վայրեր պետք է մնան սուրբ եւ անձեռնմխելի, թերևս Նժդեհի մարմնի մասերը պետք է մնան այնտեղ, որտեղ նրանք են, պաշտպանելով Սյունիքը հավերժ, պաշտպանելով Հայաստանը անտեսանելի սահմաններով, պաշտպանելով մեր ապագան իրենց անցյալով։ Եվ Արտակը դադարեցրեց փնտրելը, դադարեցրեց ոչ թե հուսահատությունից, այլ հարգանքից։ Հարգանքից դեպի այն մարդկանց, ովքեր զոհաբերեցին ամեն ինչ, հարգանքից դեպի այն գաղտնիքները, որոնք նրանք պահպանեցին, հարգանքից դեպի այն սրբությունը, որը նրանք ստեղծեցին։ Այսօր, երբ դուք այցելում եք Սպիտակավոր եւ տեսնում եք հուշարձանը Նժդեհի պատվին, հիշեք, որ իսկական հուշարձանը չէ այն քարե կառույցը, այլ այն անտեսանելի սահմանները, որոնք նա ստեղծեց իր մարմնով։ Հիշեք, որ երբեմն ամենամեծ հերոսությունները չեն այն, որոնք տեսանելի են, այլ այն, որոնք թաքնված են։ Հիշեք, որ կան մարդիկ, ինչպես Գրիգոր Մելիքյանը, ովքեր զոհաբերեցին ամեն ինչ, ոչինչ չպահանջելով դիմաց, ովքեր պայքարեցին լուր, ովքեր մվքեր մահացան անհայտ, բայց ովքեր փոխեցին պատմությունը հավերժ։
Եվ հիշեք, որ քանի դեռ մենք պահպանում ենք այս հիշողությունները, քանի դեռ մենք պատմում ենք այս պատմությունները, քանի դեռ մենք հարգում ենք այս զոհողությունները, Նժդեհը եւ բոլոր նրանք, ովքեր պայքարեցին նրա համար, կմնան կենդանի մեր սրտերում։ Հետևանքները։ Նժդեհի պատմությունը փոխեց Հայաստանը ավելի խորը, 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 խորը, ավելի 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 ովքեր փրկեցին Նժդեհի մարմինը եւ ովքեր պահպանեցին նրա գաղտնիքները, մեծ մասամբ չտեսան այն օրը, երբ նրանց զոհողությունները ճանաչվեցին։ Վահագնը մահացավ 1989 թվականին, Արամը մահացավ 1988 թվականին, Սիրանուշը մահացավ 2002 թվականին։ Բայց նրանց որդիները, նրանց թոռները, նրանց ժառանգները տեսան, թե ինչպես է Հայաստանը դառնում անկախ, ինչպես է Սյունիքը մնում հայկական, ինչպես է Նժդեհի ոգին շարունակում ոգեշնչել նոր սերունդներին։ Եվ նրանք գիտեին, որ իրենց հայրերի, իրենց պապերի, իրենց նախնիների զոհողությունները չեն եղել ապարդյուն։ Գրիգոր Մելիքյանի անունը, որը մոռացված էր տասնամյակներ շարունակ, վերականգնվեց 2005 թվականին, երբ Հայաստանի նախագահը պարգևատրեց նրան մահից հետո։ Պարգևատրեց նրան Հայաստանի հերոս կոչումով, պարգևատրեց նրան ճանաչելով, որ նա փրկեց ազգի հիշողությունը։ Այսօր Սպիտակավորում կանգնած է հուշարձան Նժդեհի պատվին, բայց ինչպես մենք արդեն գիտենք, այդ հուշարձանի տակ չկա նրա ամբողջ մարմինը։ Իսկական գերեզմանները, այն վայրերը, որտեղ հանգչում են նրա մնացորդները, մնում են գաղտնիք։ Գաղտնիք, որը պահպանվում է մի փոքր խմբի կողմից, մարդիկ, ովքեր ժառանգել են այդ պատասխանատվությունը սերնդից սերունդ։ Եվ թերևս դա ճիշտ է, թերևս որոշ վայրեր պետք է մնան սուրբ, անձեռնմխելի, պաշտպանված, որովհետև քանի դեռ այդ գաղտնիքը պահպանվում է, Նժդեհի ոգին մնում է կենդանի, պաշտպանում է Հայաստանը, ոգեշնչում է մեզ։ Բացված հարցը։ Բայց մնում է մի հարց, որը երբեք չի պատասխանվի ամբողջովին։ Արդյոք Նժդեհի մարմնի բաժանումը իսկապես նրա սեփական ցանկությունն էր, թե դա եղավ այն մարդկանց որոշումը, ովքեր փրկեցին նրան։ Մենք ունենք նրա նամակը, որտեղ նա խնդրում է, որ իր մարմինը բաժանվի եւ թաղվի տարբեր վայրերում, Սյունիքում։ Բայց մենք նաև ունենք վկայություններ, որոնք ասում են, որ այդ նամակը գրվել է նրա վերջին օրերին, երբ նա արդեն տառապում էր ծանր հիվանդությունից։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը, թե այս հարցը կմնա հավերժ անպատասխան։ Կան նաև այլ հարցեր, որոնք մնում են առեղծված։ Ինչու է կոմիտեն կարողացել գտնել միայն աջ ձեռքը, բայց ոչ մյուս մասերը։ Արդյոք կա դեռ ինչ-որ մեկը, ով գիտի ճշգրիտ, թե որտեղ են Նժդեհի մարմնի բոլոր մասերը։ Եվ ամենակարևորը, արդյոք Նժդեհի ոսկորները իսկապես պաշտպանում են Սյունիքը, թե դա պարզապես գեղեցիկ լեգենդ է։ Այս հարցերը շարունակում են տանջել պատմաբանների, հետազոտողների եւ պարզապես հետաքրքրասեր մարդկանց։ Եվ թերևս դրանք երբեք չեն պատասխանվի ամբողջովին։ Բայց թերևս դա նաև լավ է, որովհետև առեղծվածը, գաղտնիքը, անհայտը, դրանք են այն, ինչը պահպանում է պատմությունը կենդանի, ինչը ստիպում է մեզ շարունակել փնտրել, շարունակել հարցնել, շարունակել հավատալ։ Գարեգին Նժդեհը իր ճանապարհորդությունը ավարտեց 72 տարի առաջ, բայց նրա ոգին դեռ ապրում է։ Նա ապրում է յուրաքանչյուր հայի մեջ, ով պայքարում է արդարության համար։ Նա ապրում է յուրաքանչյուր երիտասարդի մեջ, ով երազում է ազատ Հայաստանի մասին։ Նա ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ, ով հրաժարվում է հանձնվել, ով շարունակում է հավատալ, ով երբեք չի մոռանում, թե ով է նա եւ որտեղից է եկել։
Եվ քանի դեռ կան նման մարդիկ, Նժդեհը երբեք չի մեռնի։ Նա կմնա հավերժ կենդանի, հավերժ երիտասարդ, հավերժ ոգեշնչող։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Գարեգին Նժդեհը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք Ալիք